Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է ավանդույթի համաձայն, գիտեք, որ շաբաթը մենք սկսում ենք Հայկ Նահապետյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, կարճ ժամանակով ես բացակայում եի երկրից, շատ իրադարձություններ են տեղի ունեցել այս փուլում, ինչպես միշտ վտանգավոր Դեքանի ազգակործանը շարունակում է մնալ երկրի ղեկին, ինքը մեծ տեմպով, արագությամբ տանում է մեր երկիրը դեպի անդունդ, բայց մենք հույսով ենք, որ պայքարը իր արդյունքը կտա եւ ինչ որ մի պահի կարողանանք կասեցնել նրա վտանգավոր կործանարար ընթացքը։ Շատ հետաքրքիր եւ շատ հագեցած շաբաթ էր նախորդ շաբաթը, ես իհարկե դրսից հետևում էի ինչ էր տեղի ունենում։ Երկու նախագահները խոսեցին, շատ նման էր իրենց ոճին, դե մարդը ինչպես էլ կա, այդպես էլ իր խոսքն է, իր զրույցն է, իր շեշտադրումներն են, բավականին ծավալուն էր երրորդ նախագահի հարցազրույցը, կարծեմ 5-6 ժամ է ձգվել այդ հարցազրույցը, լավ էր, բավականին բաց անբռնազբոսիկ հարցազրույց էր, մի շեշտադրում նախնական զրույցում խոսում ենք շատ կարճ, բայց ես սովորաբար որ պարոն Նահապետյանը այստեղ ելնում թեկուզ 5-10 րոպե շուտ է գալիս, ես աշխատում եմ ինչ-որ հարցեր չքննարկել, որովհետև երբ որ մենք քննարկում ենք, այսպես մեզ թվում է, որ մենք արդեն խոսել ենք դրա մասին եւ եթերից դուրս է մնում։ Հիմա ինչի մասին որ խոսեցինք, հույսով եմ որ պարոն Նահապետյանը կանդրադառնա նրան, ինչ որ էսի դիտարկումներ, որ ընդհանրապես շատ բնորոշ է իշխանությունը կորցնելուց հետո, ես կարծում եմ շատ սխալ ուղղությամբ գնաց եւ երրորդ նախագահը եւ հատկապես հանրապետական կուսակցությունը իրենք սկսեցին արդարացման մի շրջան ոչ թե մի շրջան միջև հիմա 7 տարի արդեն անցել է, թե ինչու սա եղավ, ինչու է այսպես, ինչու է այնպես, սա նշանակում է, որ ազգակործանի ջրաղացին ջուր լցնել, որովհետև նախ տևական ժամանակ նրանք արևմուտքը, Թուրքիան, իրենց լրատվամիջոցներով, գրանտակեր հասարակական կազմակերպություններով հենց այդ ուղղությամբ էին աշխատում։ Բոլոր սպաները հանցագործներ են, բանակում տեղի են ունենում հանցագործություններ, բոլոր արցախցիները, չգիտեմ, եկել են այստեղ հարստացել են, Արցախը հայությունը մեր թշնամիներ են, Արցախը բեռ է, այսպիսի վտանգավոր թալան, չգիտեմ ինչ էր, այսպիսի վտանգավոր թեմաներ հրապարակ էին նետում եւ ես հենց այսպիսի հրեշավոր թեմաներով էլ այս փողոցայինները եկան իշխանության եւ ոչ թե պետք էր առաջին օրվանից արդարանալ, որ այո, սա, հա, իհարկե ինչ որ ընդհանրապես գործանող մարդիկ են սխալվում իհարկե ինչ որ բաներ բաստողումներ թերացումներ եղել են, բայց պետք է բանը առանց կվերցնել այն, որ մենք ունեցել ենք երկու ծաղկող փայլուն հրաշալի հանրապետություն, մենք ունեցել ենք անվտանգ երկու հանրապետություն, մենք ունեցել ենք պաշտպանված Արցախ, մենք ունեցել ենք Արցախ Արցախահայությամբ, մենք ունեցել ենք թշնամի մի հարևան երկիր, որ վախեցած ապրել են 7 տարի գլուխները կախ, իրենք ավելի այսպես ամոթի եւ նվաստացման մեջ, որովհետեւ իրենց էր այսպես հանգամանքի բերումով անցել էր տարածքները իրենց, բայց մենք կարողացել էինք մեր նախկին իշխանությունները 3 իշխանությունները կարողացել էին արդարությունը վերականգնել եւ կարողացել էին ազատագրել մեր հայրենիքը։ Եվ նաեւ տնտեսական մի շարք հաջողություններ, զարգացում, ով չէր հիշում ինչից, որտեղից ուր հասանք, այս նախադասությունը իմիջիալոց Շարլ Ազնավուրին է, ինչ որ մեծ միջոցառում է լինում Փարիզում եւ նայելով ասում է որտեղից ուր հասանք հայության մասին խոսելով, այո, մենք որտեղից ուր հասանք, մենք պատերազմից հետո փլուզված երկիր, այնտեղ կար եւ մեծ սովետական միությունը փլուզվել էր եւ իհարկե այդպես շատ դժվար ավերակների մեջ փլուզված տնտեսական համակարգ, դրանից հետո շրջափակում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից պատերազմ, իհարկե շատ ծանր վիճակներ եւ մենք հասել ենք ունենք այսպիսի բարեկեցիկ երկու հանրապետություն։ Այնպես որ մենք կարծեմ արդարանալու բան չկա եւ հիմա էլ հատկապես չպետք է արդարանալ, այլ խոսել նրա մասին, որ այս մարդիկ եկել են, արտաքին պարտքը մեծացրել են, Արցախը հայաթափել են, Արցախը վաճառել են, Հայաստանի Հանրապետության տարածքները տվել են 5000 զո տվել են, հիմա էլ նկարտումներով լցված Ադրբեջանի ժողովուրդը Ալիևը հայտարարում են, որ Սևանն է մերը, իսկ դուք հիշում եք, որ իրենք ասում էին Արցախն է մերը, վերցրեցին, Կիրանսն է մերը, վերցրեցին, հիմա Սյունիքը մերն է, տարածքները
այդտեղից 1000 քառակուսի կիլոմետր վերցրեցին, հիմա էլ ասում է Սևանն է մերը։ Եթե այս ազգակործան թափթփուկը մնա ինչ որ մեկը կասկածում է, որ այդպես է լինելու։ Ինչևէ, ես հիմա մեջբերումներ կանեմ կարճ եւ խնդրեի, որ երկու զրույցներ պարոն Նահապետյան դուք մեկնաբանեք։ Նոյեմբերի երկրորդ նախագահի խոսքից Փաշինյանի խոսքով կորցնելով Արցախը մենք ձեռք ենք բերել ինքնիշխանություն։ Այլ կերպ ասած, ըստ նրա, եթե մենք պահպանեինք Արցախը, չկորցնեինք 5000 զինվոր, կդառնայինք մռայլ, դժբարտ, ոչ ինքնիշխան երկիր։ Այսինքն ինչ տխմարություն է դուրս տվել Նիկոլը եւ ուր է տարել մեր երկիրը, շատ ճիշտ դիտարկում երկրորդ նախագահի կողմից։ Պատերազմի երրորդ օրը հասկացա, որ պարտվելու ենք, մեջբերում եմ անում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքից։ Երրորդ օրը Ղարաբաղում էին, այնինչ տեսել եմ, ինձ բերել է համոզմունքի, որ այս պատերազմում պարտվելու ենք։ 2 շաբաթ մնացի եւ գնալուց հետո ամեն օր Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի միջոցով փորձում էի հորդորել Արայիկ Հարությունյանին, որ ամեն ինչ պատերազմը կանգնեցնելու համար ակնհայտ էր, որ մենք պարտվել ենք, ասել է Ռոբերտ Քոչարյանը։ Արայիկ Հարությունյանը փոխանցել էր, եթե հանդիպեմ Ռոբերտ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ ուտելու է։ Այս մեկ անգամ էլ ասել սրա մասին։ Արայիկ Հարությունյանի մասին իմ կարծիքը հայտնի է։ Ես միշտ համարել եմ, որ նա չէր կարող հայտնվել այնտեղ, որտեղ հայտնվել էր, այսինքն չէր կարող լինել Արցախի նախագահ։ Իմիջիայլոց անձնական զրույցներից մեկի ժամանակ երկրորդ նախագահը ինձ պատմեց, մի անգամ ասել եմ սրա մասին, Արայիկ Հարությունյանի ստախոսության, ստորության հետ կապված մի պատմություն, ինչպես պարոն Նահապետյան ասում է, այսպես մի բան ասել էր, ես ինքն է եղել եւ Բակո Սահակյանը վստահեցրել է, որ այսպես ճիշտ է, այս ներդրումը սա է, աչքերի մեջ նայելով, գիտեք, չէ, 7 ամիս հետո ասում է, շատ հստակ մեր աչքերի մեջ նայեց եւ ամբողջությամբ հակառակը, որ ինքը այդպիսի բան չի եղել, ասում ես հասկացա, որ այս անձը թյուրիմացություն եւ խայտարակություն է, սա է նկատի ունի, որ եւ այնտեղ նաեւ զգուշացրել է, որ չի կարելի այսպիսի թափթփուկին երկիր վստահել, Արցախ վստահել, ցավոք սրտի չլսեցին Ռոբերտ Քոչարյանին։ Եթե պատերազմի ժամանակ ցանկանան հանդիպել նրա հետ ու փոխանցել իմ առաջարկները, նա պատասխան ուղարկեց, որ եթե հանդիպի ինձ հետ, ապա Նիկոլը իրեն կուտի, սա էր ասել ինձ համար մեկ բան էր հասկանալի, որ ամեն ինչ արվում է պատերազմ հրահրելու համար, ասել է Ռոբերտ Քոչարյանը։ Եթե Նիկոլ Փաշինյանը մտներ բանակցային գործընթացի մեջ 2019 թվականին, ապա շատ մեծ հավանականությամբ ամեն ինչ կավարտվեր մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակների ընդունմամբ։ Էլ ինչ որ բաներ, Հայաստանը ամեն ինչ արել է, որ ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, կխնդրեի նաև սրա մասին դուք խոսել, նոյեմբերի 9-ի հայտարարության տակ եղել է Ռուսաստանի նախագահի ստորագրությունը, Պուտինը ստանձնել է անվտանգության պատասխանատվությունը եւ խաղաղապահներ տեղակայել, սակայն Երևանը միակողմանի հրաժարվել է մասնակցել այդ գործընթացին։ Ադրբեջանը համաձայնեց դադարեցնել պատերազմը, սակայն Փաշինյանը մերժեց առաջարկը։ Սա իգիտություն, մենք հաստատ չէինք ունենա այս կամ տարածքների կորուստ, չէինք ունենա այսքան զոր, եթե այդ ժամանակին կանգնեցներ Նիկոլը։ Պարզ է, որ իր տերերը թույլ չէին տալի, որտեղ իրենց ծրագիր դե չէին ամբողջական իրականացնել։ 5-րդ տարեքին տված հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ իր համար 44-օրյա Արցախյան պատերազմի ամենաանհասկանալի կողմը Ռուսաստանի հրադադարի առաջարկի մերժումն էր Նիկոլ Փաշինյանի կողմից։ Խնդրեի նաև դուք էլ մեկնաբանեք, թե ինչու։ Լավագույն տարբերակը կլիներ, եթե Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի երաշխավորներ լինեին, սա էլ ուշագրավ բան է եւ կարծեմ նորություն է։ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Չինաստանը առաջարկում եմ այս փաստաթղթից բացի ստորագրել եւս մեկը, որը կունենա երաշխիքային համակարգ, քանի որ այս մեկը չունի նման համակարգ, ասել է Ռոբերտ Քոչարյանը։ Այս դրվագին կխնդրեի անդրադառնալ, դե Ռոբերտ Քոչարյանի զրույցները տարբերվում են նրանով, ինքը երբ որ խոսեց նաև Սյունիքի Միջանցքի մասին, նախորդ իր մեծ մամուլի ասուլիսի ժամանակ էլի Սյունիքի հետ կապված ինքը առաջարկ ներկայացրեց, հիմա էլ այսպես առաջարկ է ներկայացնում, իսկ ինչն էր մի շարք ուշագրավ բաներ ասեց նաև Մարիամ երրորդ նախագահը Սերժ Սարգսյանը, բայց ինչն էր ուշագրավ եւ դիխնդրեմ մեր ուշադրությունը սրա վրա հրավիրենք, մեծ կասկած ունեմ Սերժ Սարգսյանի խոսքից մեջբերում, որ Բաքու տարածքների ցուցակում ընդգրկվել են մարդիկ նաև ոչ առանց Հայաստանի իմացությամբ։ Ինձ համար շատ տարօրինակ է, թե ինչու ադրբեջանցիները պետք է
գործող հրամանատարին թույլատրեին հասնել Հայաստան, իսկ 2 տարի առաջվա նախարարին տանել Բաքու, հայտարարել է Սերժ Սարգսյանը։ Չեմ կարծում, որ բանը կհասնի իմ արտահանձնման վերաբերյալ Բաքվի պահանջին։ Արցախի նախկին ղեկավարները, ովքեր այսօր Բաքվում են, այլընտրանք չունեին։ 2 երկար կամ փախնել գալ Հայաստան եւ դրանով իսկ խոսքը Բակո Սահակյանի, Վարկադի Ղուկասյանի մասին էր։ Գալ Հայաստան եւ դրանով իսկ համ իրենք իրենց կվարկաբեկեին, համ սրանց հնարավորություն կտային ասել, որ ձեր ժողովրդին թողեցիք եկաք, կամ էլ գնալ ինքնազոհողության, այդ մարդիկ ընտրեցին ինքնազոհողությանը, սպասեցին այնքան մինչև մարդկանց 99.9%-ն անցան այդ անցակետով, տարբերակ կար, որ օդային ճանապարհով իրենց տարհանեին, ինչպես տարհանեցին Սամվել Շահրամանյանին ու մի քանի հոգով, բայց որոշ հանգամանքներ թույլ չտվեցին դա անել, նշել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Խնդրեմ, ի՞նչն եք առանձնացրել այս զրույցից, խնդրեմ։ Նախ այն, որ 2018 թվականից սկսած ներքաղաքական գործընթացները եւ որի հետևանքով Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, շատ բնական էր, որ հանրապետության երրորդ նախագահ առավոտի կենտրոնանալ այդ հարցերի վրա, որտեղ դա իր կառավարման շրջանն է եղել 2018 մինչև 18-ը։ Այստեղ հետաքրքիր ինչն է, որ երրորդ նախագահը հանրապետության ինքը որոշ փակագծեր, ոչ անուններ տալով, բայց հետաքրքիր փակագծեր բացեց, մասնավորապես դեպքերի մասին, որը մինչ այդ ընդհանրապես չէին բարձրաձայնվել։ Մասնավորապես, որ Փաշինյանին ինչ որ առաջարկ է արվել այդ գործընթացների ժամանակ, որ Հայաստանում արևմուտքից ներկայացված որոշ պաշտոնատար անձինք այդ գործընթացների մեջ ներգրավված են եղել, սա առաջին անգամ էր դեպ, երբևիցե սա չէր հնչել։ Իհարկե փակագծերը ամբողջությամբ չբացվեց, բայց ինքնին հասկանալի է, որ այդ առումով Սերժ Սարգսյանը ամբողջովին տիրապետում է ինֆորմացիային եւ անհրաժեշտ պահին միգուցե նաեւ այդ փակագծերը բացվի։ Ես նաեւ կարևորում եմ այդ ներքաղաքական զարգացումների հետ կապված հանրապետության երրորդ նախագահի գնահատականը տրված առայն, որ դա ինքնաբուխ հավաք չի եղել, դա կազմակերպված է եղել այդ Փաշինյան and company, այսպես ասենք, հա, այսինքն պատահական բաներ չեն եղել եւ այս գործընթացները շատ ավելի վաղուց են կազմակերպված եղել։ Հիմա ինչ վերաբերում է հանրապետության երկրորդ նախագահին, հանրապետության երկրորդ նախագահը հիմնական շեշտադրումը դրեց Արցախի հետ կապված, ինչու սկսեց պատերազմը, ինչպես ընթացավ, ինչպես փորձ արվեց իր եւ այլոց կողմից որոշակի փոփոխություններ մտցնել, որը փաստորեն ամբողջությամբ կասեցվեց Հայաստանի օրվա իշխանությունների կողմից, ներառյալ նաև Արցախի այն ժամանակ նախագահ Արայք Հարությունյանի կողմից, տրվեց գնահատականները ինչու Արցախը հայաթափվեց, շատ ես այդ գնահատականները ամբողջովին համաձայն եմ, կիսում եմ, եւ նաև ներկա իրավիճակում ինչ քայլեր կարելի անել, ենթադրենք, եթե տեսականորեն նայենք, որ այսօր Հայաստանում իշխանությունը չի գտնում քաղաքապայմանագրի եւ իր ղեկավարի ձեռքին։ Կոնկրետ։ Եվ այս առումով ես եւս կարևորում եմ, ուզում եմ իմ որոշակի գնահատականներ տալ, միգուցե որոշակի առումով փակագծեր ըստից բացել 18 թվականի ոչ թե ներքաղաքական գործընթացներ, այլ Արցախի հետ կապված ինչը տեղի ունեցել։ Ըստից ինչ որ տեղի ունեցավ մինչև 2020 թվականի 44 օրյա սկիզբը, ես ասել եմ, ռազմական տեսանկյունից Փաշինյանը առնվազն 10 դրվագով այլ է քայլեր, որով բանակը տկարացել է։ Գիտակցել է, չի գիտակցել, դիլետանտությամբ է Միջև պատերազմը։ Միջև պատերազմը, այո, միջև պատերազմը։ Դրա մասին ես պարբերաբար ասել եմ, ասենք հիմա էլ կարող եմ այսպես հակից ձևով օրինակ ասել։ Խնդրեմ, պարոն Աբեջան, որովհետև այնպես տպավորությունն է, որ Արցախը կորցրել ենք, ոչ մի խնդիր չկա։ Մի հատ է տվել, գնացի հանձնել, հələ մի հատ էլ հոխորտում է, չգիտեմ ինչ է ասում։ Դե մտածում եմ փակել ենք այդ թեման, էլ ոչ մեկ չի խոսում, ոչ դավաճանության, ոչ ծախելու, ոչ վաճառելու մասին Արցախում։ Ուրեմն այսպես 2018 թվական 2016-ի քարոզիայից հետո, եթե հիշում եք, որտեղ առաջին անգամ մեր զինուժի դեմ Արցախում կիրառվեց անօդաչու թռչող սարքեր, թուրքական բայրակտարներ, բայց այդ թուրքական բայրակտարները իրականում թուրքական չէին։ Թուրքիայում հավաքվում էին այդ ժողովրդական լեզվով ասած ատվոտոշնի ռեժիմ։ Բոլոր մասերը բերվում էր ՆԱՏՕ-ի անդամ 5 երկրներից։ Ուղղակի Թուրքիայում հավաքվում էին։ Ես չեմ բացառում անգամ հավաքված բերվում էր մտնում էր ինչ-որ գործարան, փակ արկղերի մեջ, հետո դուրս էր գալիս,
ուղղակի վրան գրվում էր Made in Turkey։ Եվ այդ 16-ի քարոզիայից հետո այն ժամանակ Հանրապետության 3-րդ նախագահի կառավարման ժամանակ որոշում է կայացվում, եթե ապագայում լինի եւս ռազմական գործողություններ կամ առավել վատ պատերազմ, որտեղ դրանք տարբեր բաներ են, ապա երկնքում Ադրբեջանի օդուժի չեզոքացման համար իդեմս այդ անոչացու թռչող սարքերի, որոնցից մեկը հետախուզական էր, մյուսը կամիգացե, որը հարվածում է, երրորդը կառավարում էր։ Մարտը կառավարում էր, կային անօթաչու թռչող սարքեր բայրակտարների։ Պայմանագիր կնքվեց Ռուսաստանի Դաշնության հետ 300 միլիոն դոլարի, գնվելու էր երկնքում հակառակորդի անօթաչու թռչող սարքեր եւ ընդհանրապես օդուժի չեզոքացման համար լավագույն զինատեսակները Ռուսաստանից։ Դա ռադիոէլեկտրոնային պայքարի կրասուխա եւ խոցող զենք պանցիր։ Այդ երկու զինատեսակը Հայաստանը պետք է գներ։ Եվ շատ տրամաբանական է, որ ցանկացած նոր իշխանություն առնվազն շնորհակալություն պետք է հայտներ նախորդներին, որ նման պայմանագիր կա, ընդ որում վարկ եւ ոչ թե մեր բյուջեի ծախսի հաշվին, որ նման պայմանագիր է կնքվել։ Առաջին հրամաններից մեկը եղավ այն, որ այդ պայմանագիրը չեղարկվեց։ Չկա որևէ հիմնավորում։ Այսինքն, այդտեղից հետևություն չեղարկվել է ինչը հակառակորդի երկնքում առավելությունը չեզոքացնող մեր զինված ուժերի համար գնվող զինատեսակներ։ Ավելին 18-19-ին գրվեց ասահակատիպի, այդ որ մետաղի ջարդուն են ասում, այդ տիպի ուրեմն հրթիռներ, որոնք անօթաչուների դեմ ընդհանրապես էֆեկտիվ կռիվ չէին կարող տալ։ Եվ իմ ասածը, որպեսզի վերացական չլինի, ուշադրություն դարձեք, թուրքական բայրակտարները 2022 թվականի ռուս-ուկրաինական ռազմական բախման ժամանակ 1-2 ամիս այդ անունը հնչեց, հետո չէ։ Այսինքն թուրքական բայրակտարները ռուսական իմ նշած այդ երկու զինատեսակների կողմից եւ տորեր կային, ընդ որում շատ փոքր քանակի գնվեց, որը եւս չեզոքած խոցող զենք է, շատ փոքր քանակի է գնվել ռուսական կողմից։ Եվ ռուս-ուկրաինական բախման ժամանակ թուրքական բայրակտարը որպես շրջանառությունից զենք, որը կարող է եղանակ ստեղծել երկնքում, վերացավ, որտեղ աշխատում էր կրասուխան եւ պանցիրը։ Հաջորդը մեր բյուջեի հաշվին, ռազմական ծախսերի հաշվին ոչ էֆեկտիվ որոշում կայացնելով գնվում է կործանիչներ սուտիպի առանց հրթիռների, առանց զինամթերք, այսինքն պատերազմի համար ինքը մետաղի ջարդուն է։ Ավելին ասեմ, այդ ինքնաթիռները պատերազմի 44 օրերի ժամանակ հսկել են պաշտպանել, որտեղ ինքը շատ թանկ հաճույք է, եւ այդ ինքնաթիռները անհրաժեշտ սպառազինության պայմաններում բավական էֆեկտիվ եւ օդային մարտեր կարող էին վարել եւ մարտեր կառավարել, այսինքն մի քանի գործառույթ են այդ ինքնաթիռների վրա նստած, բայց փաստորեն դուրս է գալիս, որ մեր բյուջեի հաշվին գնվել են զինատեսակներ, որը 44 օրայում բացարձակապես մարտի մեջ չի մտնել, ավելին, որպեսզի հակառակորդի այդ ինքնաթիռները չխոցի, մենք Հայաստանը ստիպված հակաօդային պաշտպանության միջոցներ ա տրամադրել այս 300 համալիրներ, որ պաշտպանեն, որ այդ ինքնաթիռների վրա եթե հարձակում լինի, գոնե այս 300-ները խոցեն։ Այսի երկու դրվագ, հիմա երրորդ դրվագը։ Պատերազմի ժամանակ բնականաբար շատ արագ մարտի մեջ պետք է մտնի ռեզերվը։ Մենք ունենք 5 18-19 թվականներին ուրեմն հրաձգային եւ մոտորաձգային գնդեր, որոնք ունեին տեղակայման վայր 1 այդ տեղակայման վայրում գտնում էր զենք զինամթերք 2 այդտեղ սպայակազմներ 3 այդտեղ ենթասպայական կազմներ 4 այդ գնդերի իմաստը որն էր երբ որ պատերազմ է լինում արդեն զինկոմիսարիատները վաղօրոք զորակոչվող անձնակազմը, որոնք շարքային եւ սերժանտական կազմ են, իրենք գիտեն, որ զորամասերի վրա են իրենք կցագրված եւ ինչ մասնագիտությամբ, այսինքն զինկոմիսարիատները աշխատել են, որ ստորաբաժանները պետք է համալրվեն շարքային եւ սերժանտական կազմով։ Ենթասպայական սպայական կազմը զորամասերում կա, զենքը զինամթերքը կա։ Իրենք զորակոչվում են, գնում են այդ զորամասեր արագ ներդաշնակում են անցնում, այսինքն հրամանատարը ով է, ենթականները ովքեր են, կարող է 1 շաբաթ, 2 շաբաթ, 3 շաբաթ կախված թե հրատապությունից որքան ժամանակ արագ պետք է իրենք, ինչպես ասում են,
հրամկազմը պատրաստ լինի, որ գունդը մտնի մարտական գործողությունների շրջան։ Հիմա հարց. ինչու է 5 գունդը լուծարվեց։ Չէ, սա շատ կարևոր բան է։ Եվ հիշում եք 44-օրյան սկսեց այստեղ ջոկատային սկզբունքներով զորք էր հավաքվում։ Դիմացը բանակա ստորաբաժանումներ դու ջոկատ ես կազմում։ Եվ սրա մասին իդեպ հանրապետության երկրորդ նախագահը հստակ ճիշտ շեշտադրումներով ասաց։ Իհարկե, ջոկատի առավելությունը որն է, որ ջոկատի անդամները իրար հետ գիտեն, բայց ջոկատը բանակի պրոֆեսիոնալ բանակի չի կարող կռվել։ Ուրեմն սա 3, հիմա 4-րդ դրվագը, որը որ մինչև տարվեց։ Պատերազմի ժամանակ ամենակարևոր գործոնը հաղթանակի զինվորն է, լինի շարքային, լինի սպա, լինի գեներալ։ Մոտիվացիան։ Մոտիվացիան նշանակում է բանակի բարոյական վիճակ կամ մարտական ոգի, որն է հրամանը կատարել կյանքի գնով։ Այսինքն եթե տրվել է հրաման, զինծառայողը գիտի, որ այդ հրամանը կատարելուց հավանականություն մեծ է, որ ինքը կարող է զոհվի, ինքը չի փախնում։ Ինքը կանգնում է, կռվում է, զոհեր է տալիս են, բայց մարտական խնդիրը կատարում է, դա կոչվում է մոտիվացիա կամ բանակում ընդունված բարոյական վիճակ։ Մոտիվացիան շատ կարևոր է։ Օրինակ, Եվրոպան ունի տարբեր երկրներ, ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, հսկայականակ բանակ, բայց զրո մոտիվացիա։ Ի տարբերություն եվրոպական երկրների, եվրոպական մասում երկու պետություն կա, որ ունի շատ ուժեղ մոտիվացված բանակ։ Դա Ուկրաինայի բանակն է եւ Ռուսաստանի։ Իդեպ մոտիվացիան շատ կարևոր է։ Բայց մոտիվացիան զրոյացնելու համար, երբ որ մարդը զոհվում է հրամանը կատարելու եւ չի նահանջում եւ չի փախչում, սա նշանակում է, որ ինքը արժևորում է հրամանի կատարումը իր կյանքի գնով։ Իսկ եթե պարզի, որ այդ հրաման կատարելը կյանքի գնով անիմաստ է, իզուր է, ինչու է զոհվում։ Հիշում եք 18-19 թվականին քարոզչությունը Փաշինյանի զուգընկերոջ կողմից տղաները զոհվել են հանուն ոչնչի։ Եթե մեզ թվում է, որ նման կարգախոսները, որը հետո պետական մակարդակով սկսեց շրջանառության մեջ դրվել, դա հենց այնպես էր ասում։ Ես այդ ժամանակ արձագանքել եմ խիստ։ Դա հենց այնպես չէր ասում։ Այսինքն մարդկանց ընկալումների դաշտում մտցնում էր մի մոտեցում, որ ինչու եք զոհվում։ Ինչու եք մարտական խնդիր կատարում։ Այս ամեն ինչը առ ոչինչը ի համեմատ կյանքի։ Բայց այդ լեգիտիմությունը միջև վերջ աշխատեց, միջև հիմա էլ դա է ասում։ Նայեք, ես ասում եմ, այո, այսինքն ստեղծվեց մի ինֆորմացիոն դաշտ, որը մարդկանց վրա, բանակի զինանձնակազմի վրա ռեալ ազդում էր, այնպես չէր, որ չէր ազդում։ Եվ այդ ազդեցությամբ, երբ որ մարդը զոհվում է հանուն ոչնչի, մարդու մոտ կասկած առաջանում։ Իդեպ մի բանակը քանդելու համար սովորաբար հակառակորդ բանակը թռուցիկներ է տարածում կամ բարձր ախոսերով, իդեպ ասում է մոտապես են, ինչ որ այդ կարգախոսներ։ Օրինակ ասում են ինչու եք կռվում, եկեք հանձնվեք, ընտանիք ունեք, զավակներ ունեք, ձեր կռիվը անիմաստ է, ձեր պետությունը սխալ է, ղեկավարությունը սխալ է, ես ասում քարոզչական թեզեր, որ բոլոր պատերազմներում օգտագործվել է։ Այդ թվում հիմա օգտագործում է ռուս-ուկրաինական պատերազմը։ Հիմա պարզվում է մենք դեռևս պատերազմի մեջ չէինք մտել, տակ գետնի վրա, հա, 44-օրյան չկար։ Այդ թեզերը արդեն, որը հակառակորդը պետք է մեր դեմ օգտագործեր, իդեպ այդ թեզերը ժամանակին ադրբեջանական բանակի դեմ մեր բանակը օգտագործել է։ Եվ ինչու ես լավ գիտեմ, որտեղ եղել եմ այդ կառույցի պատասխանատուներից մեկը։ Ես վտանգն էի ասում 18-19 թվին, որ նման բան որ արվում է, դե շատ ծանր հետևանքներ է կրվում ժամանակ ունենալ։ Հաջորդ թեզը, հաջորդ վիճակը։ Պարզվում է, որ 44 օրից առաջ Հայաստանի օրվա իշխանությունները իմացել են պատերազմի մասին, եւ դրա մասին Փաշինյանը ասել է։ Ուրեմն երբ որ մի երկրի ռազմական ղեկավարություն եւ քաղաքական ղեկավարություն գիտի, որ այլ պետություն իր դեմ պատերազմում է, ավելին եթե գիտի օրը, գիտի ժամը, վստահաբար ինչ է անում։ Երկու գործողություն, գործողությունն առաջին։ Զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները, բոլոր անխտիր իրենց մշտական տեղակայման վայրից դուրս են գալիս։ Անձնակազմը, զենքը, զինամթերքը, տրանսպորտային միջոցները։ Պահեստային տարածքներ կան։ Բոլոր զորամասերը, կարևոր զորամասերը անգամ երկու պահեստային տարածքներ են։ Գնում են, այնտեղ բացազատվում են, քողարկված, մարդիկ էլ անգամ չեն իմանում, իսկ հիմնական մշտական տեղակայման վայրում ուրեմն զին տեխնիկայի մակետներ են, ռետինից կամ, ասենք, փչում են, մեկ էլ տանկ առաջանում, փչում են, մեկ էլ հրետանի առաջանում։
որ հակառակորդը երբ որ հերթական հետախուզական գործողություն անի ռմբակոծելուց կամ հրետակոծելուց կամ հրթիռակոծելուց առաջ ինքը տեսնի, որ այդ զորամասում այդ տանկերը կան, ինքնաթիռները կան։ Հիմա եթե դու իմացել ես, իսկ դրա մասին Փաշինյանն ասել է, չէ՞, կարծում եմ, որ isso մեկ չի կարող հերքել անգամ ինքը։ Անգամ եթե ասի հոյս սարեր, բայց ասել է։ Ուրեմն այդ տեխնիկան, անձնակազմը, պատերազմը սկսելու օրը տեղերում են եղել։ Եվ իդեպ կարծեմ երրորդ նախագահը դրա մասին ասեց, որ մեր ռազմական տեխնիկայի անձնակազմի մասը առաջին երկրորդ օրը շատ տեղերում գլխովին ջախջախվել են։ Ոսկին մարդիկ իրենց տեղում են եղել, հակառակորդը կոորդինատները իմացել է, հրետանուն հրթիռային կայանքներին կոորդինատներ տվել է, ինքնաթիռները իմացել են տեղը, ընդհանրապես հրետակոծում, հրթիռակոծում եւ երկնքից ինքնաթիռները ռմբահարում ու կորուստները աննախադեպ։ Հաջորդը, եթե ընդունում ենք, հիմք ենք ընդունում, որ Փաշինյանը, որ ասել է պատերազմի մասին իմացել է, ընդունում ենք, որ դա իրոք այդպես է։ Այդ դեպքում ինչ գործ ուներ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը պատերազմը սկսելու նախորդ օրերին եւ հաջորդ մեկ օրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնավոր այցով, որից մեկ կարող է բացատրել։ Ոսկին երկիդ պատերազմի մեջ է մտնում, դուք պատկերացնում եք, չէ՞։ Այդ ժամանակ ներքին կարգով թիվ 1 կամ զինվորական լեզվով ասած լրիվ մարտական պատրաստության վիճակի է բերում ամբողջ զինված ուժերը։ Դա միայն բանակը չի դեպ։ Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, փրկարար ծառայություն եւ այլն։ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվում։ Ինչ գործ ունի անվտանգության խորհրդի անդամ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան Հայաստանի Հանրապետության սահմանից դուրս մասնավոր այցով։ Սա մասին բազմից սա գրել, ես չեմ ուզում ասեմ, որտեղ եղել ում է այրին չէ։ Իմիջիալոց այստեղ որ Ռոբերտ Քոչարյանն ասում է եւ նաեւ Սերժ Սարգսյանը, որ Արայիկ Հարությունյանը այդպես էլ չցանկացավ իրենց հետ հանդիպել, Դավիթ Տոնոյանն էլ չի հանդիպել Սեյրան Օհանյանի հետ։ Այո։ Սեյրան Օհանյանը այդ հաջորդ օրը գնացել եւ իր օգնությունն է առաջարկել, այսինքն այս մարդիկ ամեն ինչ արել են, որ հանկարծ բանիմաց բան մարդիկ այս ամենից դուրս մնան, էլի չլիներ։ Զորքերը իմանալով հանրապետության քաղաքական ղեկավարությունը իմանալով պատերազմի մասին, զորքերը զինված ուժերի ստորաբաժանումները մշտական տեղակայման վայրից դուրս չեն բերվել։ Ես բացթողումներն եմ ասում, որը մեզ համար նաև ճակատագրական է դառնում։ Հաջորդ բացթողումը անվտանգության խորհրդի նիստը երկրորդ թե երրորդ օրն է լինում, որտեղ այդ ժամանակ մեր զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ թե գնդապետ արդեն խառնում է գեներալ լեյտենանտ Օնիկ Գասպարյանը անվտանգության խորհրդի նիստում, որի մասին ինքը բարձրաձայնել է հետո, ասում է, որ այն գործողությունները եւ այն ծավալները եւ այն մասշտաբները եւ հակառակորդին օգնող այն պետությունները, որոնք ներգրաված են 44 ծրային, մեզ ամենայն հավանականությամբ բերելու է պարտության։ Անվտանգության խորհրդի նիստ ազդակ։ Հաջորդ ազդակը Ռուսաստան Դաշնության նախագահի կողմից հոկտեմբերին 2 անգամ առաջարկ ռազմական գործողություններ կասեցնելու, կանգնեցնելու մերժվելա։ Ես չեմ էլ ուզում հիմնավորեմ, թե Փաշինյան Նիկոլ ինչ ասել, դա երկրորդական է։ Իր կողմից կասեցվել է։ Ուրեմն հաջորդ հիմնավորումը բարձում է, որ 20 թվականի սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար ներկայումս Ռուսաստանի նախագահի օգնական Պատրուշևի կողմից Հայաստան ուղարկվում համատեղ Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի միջև հրամանատարաշտաբային զորավարություն անցկացնելու պլանը, որտեղ փաստացի ադրբեջանական բնակավայրերի եւ հայկական բնակավայրերի անվանումները 1-2 տարի փոփոխությամբ մոտապես իրապես նշվում է Ադրբեջանի կողմից հարձակման ժամանակ այն գործողությունները, այն ուղղությունները, որով Ադրբեջանը փորձել է ճեղքումներ կատարել, գրավել եւ այլն։ Եվ այդ փաստաթուղթը ստացել է անվտանգության խորհրդի քարտուղարը Հայաստանի Արմեն Գրիգորյանը։ Ավելին ասեմ ձեզ, այդ փաստաթղթի ոչ գաղտնի մասը սոցիալական ցանցերում կա։ Ես անձամբ կարդացել եմ ուշադիր, ցանկացածը կարող է հավաքել եւ գտնել։ Ավելին, այդտեղ նշված էր, որ անգամ Թուրքիայի որ քաղաքից, նորից եմ ասում, 1-2 տարի փոփոխությամբ, Թուրքիայի որ քաղաքից
մի քանի հազար ուրեմն ահաբեկիչներ տեղափոխվել են եւ հիմա գտնվում են Ադրբեջանի որ քաղաքներում։ Այդ փաստաթղթում նշված էր, որ թուրքական F-15-ները գտնվում են Ադրբեջանում։ Պատկերացնում եք, չէ՞, այսինքն այդ զորավարության իմաստը հրամանատար շտաբայինը նրանք ովքեր զինվորական չեն կամ թյուր են պատկերացնում, ասեն, դա զորավարժաններում անցկացվելիք զորավարժություն չի, դա սեղանի վրա քարտեզները դրած մասնագետները հիմնականում գլխավոր շտաբը եւ հրամկազմն անցկացնում, այսինքն ռուսական կողմը, հայկական կողմի նման փաստաթուղթ է տալիս, որպեսզի համատեղ հասկանան, որ սպասվում է պահատեր, չկա ընթացք։ Հիմա հոկտեմբեր ամսին երկու անգամ Ռուսաստան Դաշնության նախագահը առաջարկ անում, որ մեր կանգնեցնել պատերազմը։ Եվ հիմնավորումը, ես սա ասեք, եթե կանգնեին, ինչ չէին կորցնելու եւ ինչքան ինչ է։ Բայրամովը երկու օր առաջ հետաքրքիր բան ասել։ Ադրբեջանի արտգործնախարարը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որի նկատմամբ միգուցե իրավամբ մասնակի, միգուցե ոչ այդքան, հայ հասարակությունը, փորձագիտական շրջանակները, քաղաքական շրջանակները առանձնապես մեծ սիրով լցված չեն։ Թեև իր մի կեսը ունի ծագումով, արմատներով հայկական քալանթարյան ազգանով։ Եվ ինչը առաջարկում ադրբեջանական կողմին, Ռուսաստանը իր արտգործնախարարի միջոցով հրադադարի ռեժիմի հաստատում շատ արագ, որտեղ ռուսական զորքերը գալիս են Ադրբեջանի հետ, ուրեմն արևմտյան մասում են կանգնում, Հայաստանի հետ Արցախի ինքնապաշտպանական ուժերի արևելյան մասում ու ստատուս քվո է հաստատում։ Այդ ժամանակ առանձնապես մենք տարածքները չենք կորցրել։ Եվ ով է մերժում։ Ոչ ավել, ոչ պակաս հայկական կողմը։ Եվ հիմնավորումը, ես սա գիտեք ոնց, մարդը իր եսը, ասենք, եթե պաշտոնաց զբաղեցնում, եթե մտավորական է, եթե հայտնի մարդ է, իր եսը այնուամենայնիվ խոսում է, եթե ինքը քրիստոնյա չի, որտեվ եսը խոսում է փառքի մասին, եթե մարդը քրիստոնյա է, փառքը միայն Աստծունն է, մարդը փառք չունի, այնուամենայնիվ ընդունենք, որ մարդը որոշակի առումով փառասեր է, բայց նայեք կշերքի մյուս նժարի վրա դրվում է, գիտեք ինչը, հազարավոր զոհեր եւ հայրենիքի կորուստ, ավերակ, եթե ես իրոք իրեն հավատում եմ, եզակի դեպքերը, երբ որ ես Փաշինյանին հավատում եմ։ Որ են դավաճան կհամարեն։ Շատ ճիշտ եք։ Ինքը անկեղծ ասել։ Պահի տակ ինքը անկեղծ։ Այսինքն իր եսը ինքը մի Բայց տրամաբանորեն չի բռնում, պարոն Ապետյան, դուք նշեցիք, հիմնավորեցիք, թե ինչ կոնկրետ սխալներ է թույլ տրվել կամ ինչ է պլանավորվել, որ Արցախի պատերազմը պարտվեն։ Կոնկրետ, չէ՞, ասենք, ոնց է պլանավորվել հայոց բանակը ավիրել, Արցախը հանձնել, ոնց է եղել։ Եթե այսպիսի պլան է եղել, այդ մարդու անկեղծությանը հավատալը մի քիչ բան չի, Նիկոլյան, ինչ։ Ես հավատում եմ։ Ինչու՞։ Ասեմ։ Բայց պլանավորած տավել է այսօր։ Ասում եմ, ինքը պլանավորած ուղղորդվել է։ Հատուկ ծառայությունները ունեն այսպիսի տերմին՝ վեդոմի։ Այսինքն մարդը ինչ որ գործ է անում, ինչ որ մասնագիտության մեջ։ Իրեն ուղղորդում են, այդ վեդոմին ուղղորդվողը։ Այսինքն ոչ թե ինքը 100% գիտակցում է, որ իր քայլերը սա դավաճանություն է, ինքը չի գիտակցում։ Ավելին, իրան ասում են, որ այն քայլերը, որ ինքը անում է, դա իհարկե ոչ միայն օգուտ է, չէ, ուշադրություն դարձրեք։ Այդ կոչվում է վեդոմի, այսինքն ուղեկցվող։ Համաձայն եմ, բայց ինչքան դի անմեղսունակ լիներ, պարոն Ահապետյան, երբ որ դու գեներալիտետին փչացնում ես, հաղթած հերոս նախագահներին փչացնում ես, բանակը փչացնում ես, կոնկրետ զենք պիտի գա, այդ զենքը չես բերում, չէ՞, պլանավորված ասենք պիտի բան անցկացվի, չես անում, այսինքն ինչ այդ անմեղսունակ դեբիլոջի, իրեն ասել են, ասեմ, հանգիստ, իրեն ասել են, որ պատրաստ չի լինելու։ Հա։ Պետք չի պատրաստվել, պետք չի ավելորդ գրգռել, բազեմ ասում։ Իրա այդ քայլերի տրամաբանությունը, բայց այդ ժամանակ եթե ինքը Բա ինչ էր մտածում, որ ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այո, հենց այդ Բա ինչ էր մտածում։ ասում էր մի վարքյան։ Եվ ես ինչ էր մտածում, ես այս առումով համաձայն եմ իր այդ տված կամ արտահայտած այդ մտքին Սասուն Միքայելյանի հետ։ Սասուն ինչ ասի։ Որ արդման ավելի բարձր է հեղափոխությունը, դա նկատի ունի։ Այդ Փաշինյանի այդ միտքը ասել է դե պահի տակ տենց ոգևորված ասել է։ Չէ, իրոք այդպես է։ Ես օրինակ կարծում եմ այդպես է։
Մարդը որ ոգևորվում է, մի քիչ որ գինովցած ալնում, մի քիչ իր կարգավիճակը ուժերի կարգավիճակը հաղթած երկի։ Ինքը ասում է, չէ, ժառանգել ենք նախորդ իշխանություններից տարածաշրջան ամենամարտունակ բանակ, ասում է, չէ, Փաշինյանը։ Այո, Սարդարապետում։ Երկու այո, Տաուշի դեպքերից հետո, չէ, ասում է։ Հիմա եթե գանք արդեն այն իրողությանը, որտեղ ինքը ասում էր, բա ինձ դավաճ են կասին, այսինքն կռիվը կեսից կանգնացնել, ժողովուրդը ասել որ խի կանգնացեցին, մենք հաղթում ենք։ Բայց մի հատ ուրիշ կարևոր հանգամանք մոռանում եք Վանեցյանի ասած, բացրարը, այդ ծրարի մեջ ինչ ա եղել։ Այդ ծրարի մեջ առաջարկ ա եղել, այդ ծրարի մեջ բանկային ինչ ա եղել այդ ծրարը։ Բա երբ որ այդ ծրարը առաջ է գալիս, արդեն ստեղ ուրիշ բան է։ Վանեցյանը այդ ծրարի մասին երբ է ասել։ Ուշ, այո, ուշ է ասել, հա։ Լավ, եկեք ես ռազմական տեսանկյունից եմ գնահատում։ Թույլ տվեք ռազմական տեսանկյունից գնահատեմ։ Եվ այսպես եւս մի դրվագ մեր բանակի թուլացման հետ կապված։ Հիշում եք, երբ հավաքական անվտանգության պայմանագրի գլխավոր հապկի գլխավոր քարտուղար գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովի դեմ սկսում է արշավ։ Այսինքն Ադրբեջանի ագրեսիվ հրետորաբանության ֆոնի վրա, երբ որ հապկը մեզ համար կարևոր է, մենք էլ հապկի անդամ ենք, հապկի գլխավոր քարտուղարին ձերբակալել դա հապկի հեղինակության կապել։ Հապկի հեղինակության կպնելն է, ես ամենայն հավանականությամբ նրանք ովքեր որ իր նկատմամբ իրեն ուղղորդել են, հիմնավորել են, որ քո այս կեցվածքը աշխարհի ուժային այս կենտրոնների մոտ այսպիսի արձագանք է տալու, որը երաշխավորած որ կռիվ չի լինելու, բայց ռուսներից մի քիչ հեռու էլ այդ ռուսները չեն ասում, ինչև է։ Հիմա դուրս է գալիս հաջորդը, նոյեմբերի 9-ը, փաստաթուղթ, որով ասվում է, որ Արցախը պարտվել է։ Ես այդպես չեմ գնահատում։ Երբ եզակին եմ այդ առումով, բայց ունեմ իմ հիմնավորումը։ Արցախը 44 օրյա չի պարտվել։ Ինչու՞։ Սուբյեկտիվ գնահատականներից զատ, որ մենք կորցրել ենք տարածքներ, ունեցել ենք մարդկային կորուստ, ռազմական տեխնիկայի կորուստ, ունեցել ենք, չէ՞, բոլորը 44 օրյա ժամանակ, բայց դա չի չափորոշիչը, հաղթել ես թե պարտվել ես։ Կամ մեկ չափորոշիչ։ Եվ դա ոչ թե ես եմ ասում, դա ռազմական գիտությունն է ասում։ Երբ երկրի քաղաքական ղեկավարությունը, ռազմական ղեկավարության առաջ խնդիր է դնում, կատարել սա, իսկ Ալիևը իր ռազմական ղեկավարության առաջ ինչ խնդիր է դրել, գրավել ամբողջովին ինչը Արցախը։ Հիմա հարց 44 օրյա ժամանակ Արցախը գրավվեց։ Ոչ, կորուստներ ունեցանք, տարածքային, մարդկային եւ զենքի։ Ադրբեջանը ունեցավ մարդկային եւ զենքի, տարածքային։ Այսինքն ձեր տրամաբանությամբ ոչ թե Ալիևն է Արցախը գրավել 44 օրյա պատերազմում, այլ Նիկոլն է նվիրել Արցախը Պրահայում։ Մի վարքան, այո, հայ հիմա գալիս ենք այդտեղ։ Իհարկե 44 օրյայում արձանագրում ենք այսպես։ Ես շատ մեղմ արձանագրում եմ անում, որտեվ այս գնահատական միայն ես եմ հնչեցնում։ Ասում եմ այսպես, Արցախը չէր պարտվել, որտեվ կար այդ տարածքում ապրող հայություն, որը ուներ զինված ուժեր, որը Հայաստանի հետ ուներ ցամաքային կապ, միջանցք, որտեղ Ադրբեջանի որից է կառույցի ներկայացուցիչ չկար, պլյուս ռուսական խաղապանները։ Այսինքն արձանագրում ենք, Արցախը չէր պարտվել, արձանագրում ենք մյուս կողմից, Ադրբեջանը չէր հաղթել։ Իսկ եթե ավելի անկեղծ լինեմ, եւ այդ գնահատականը ես այսպես ասեմ, հա, խարսխեմ ռազմական գիտության վրա, Ադրբեջանը պարտվել էր, որտեղ եթե խնդիր է դրում Ադրբեջանի զինուժի առաջ քաղաքական ղեկավարությունը, եւ նա չի կատարում, ինքը պարտվում է, բարձ է։ Ուշադրություն դարձեք հիմա Արցախի 44 օրյան ինչպես որակեց Ալիևը, դա ինչ պատերազմ էր։ Հայրենական։ Այսինքն ինքը գնում էր ազատագրելու։ Հիմա գնանք առաջ։ 4 երրակողմ հայտարարություն է կնքվում 20-21 թվականների։ Մեկը 20-ի նոյեմբերի 9-ին, երեքը 21 թվականին, առաջին հունվարի 12 հունիս եւ նոյեմբեր, որով ռուսական կողմը որպես միջնորդ երաշխավորում է տարածաշրջանում նոր ստատուս քվոյի հաստատումը, Ռուսաստանը երաշխավոր է, Արցախում ապրող մեր հայրենակիցների ներկայությունը այնտեղ եւ Հայաստանի հետ Արցախի կապը։ Հիմա ինչ քայլեր է արվում Հայաստանի օրվա իշխանությունների կողմից։ Հայաստանի օրվա իշխանությունները որոշում են, որ ռուսական կողմի միջնորդությունը այդքան էլ արդյունավետ չի։ Այս ես շատ մեղմ եմ ասում, արդյունավետ չի։ Իսկ միգուցե այդ ուղղորդողները Վեդոմի
կարգավիճակով հուշում են, ասում են, չէ, այդպես չի լուծվի Արցախի հարցը, միջնորդը փոխվում է։ Եվ միջնորդով է դառնում եվրոպական կողմը, Բրյուսելը։ Եվ 2021 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի հոկտեմբեր Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցում է միայն Արևմտյան դաշտում, Բրյուսելում։ Եվ այդ բանակցությունների վերջնարդյունքը լինում է հոկտեմբերի 6-ին Պրահա, որտեղ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս։ Գիտեք սա ինչ է, ես այդ ժամանակել եմ այդ վտանգի մասին բացատրել, վտանգը հետևյալն է։ Եթե 44 օրյան Ալիևը հիմնավորում էր աշխարհին, որ դա ազատագրական պատերազմ է, իր տարածքները ինքը ազատագրում է։ Ուժային որոշ կենտրոնների ինքը համոզել էր եւ օրվա Հայաստանի իշխանությունները նպաստել էին այդ հիմնավորումներին, որտեղ Ալիևը ասենք ինչ էր հիմնավորում ուժային կենտրոնների ղեկը, ասում էր Փաշինյան ինձ այլանդան չի թողել։ Բանակցությունները փակուղի համացրել, գնում է Արցախում ասում Արցախը Հայաստանն է եւ վերջ, հա։ Հիմա ուշադրություն դարձեք, թվում է թե Ալիևը ինչ պետք է անի։ Եթե Արցախի նկատմամբ երկրորդ պատերազմը մղի, ինքը էլի պետք է ասի, չէ, հայրենական է։ Բայց այստեղ 4 երրակողմ փաստաթուղթը Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրությամբ խոչընդոտ է, չէ, այդ հայրենականին։ Գիտեք, ինչ է ասում Ալիևը, շատ տրամաբանված։ Հաշվի առնելով, որ 22 թվականի հոկտեմբերի 6-ին Արցախը այլևս Հայաստանի օրվա իշխանությունների ձեռամբ ճանաչվել է Ադրբեջանի մաս, Ալիևը աշխարհին ասում է. տեսեք, Արցախը իմ երկրի տարածքն է։ Հիմա հարց, ինչ գործում իմ երկրի տարածքում զինված անձ, զինված ստորաբաժանում, ռազմական տեխնիկա, ինչ գործ ունի։ Այսինքն երկրորդ Արցախի ամբողջովին հայաթափումը 23 սեպտեմբերի 19-ից սկսած մի քանի օր տևեց։ Հիմնավորումը ոչ թե հայնական պատերազմի շարունակություն, ուշադրություն դարձրեք, որտեղ ինքը պիտի տա հիմնավորումները թքի աշխարհում, այլ հակահաբեկչական գործողություն, որտեղ իր երկրի տարածքում աբեկիչներ են, ճիշտ է։ Ով է օգնել դրանում իրեն, ով օգնեց որպեսզի բան հայտնի։ Ինչպես գալիս ենք։ Միայն կարճ, որտեղ այնքան հարցեր ունենք այսօր քննարկելու թվում արդեն 40։ Ուրեմն սա կարևոր է, ես ինչով եմ կարևորում, էլի, որպեսզի մենք հասկանանք։ Բայց պարոն Ապետյան, տեսեք, ձեր կարծիքը հետաքրիր է։ Արդեն 5 տարի անցել է։ Նիկոլին հաջողեց այդ թեման այնպես անել, որ սառի մարի մեր հանրության մեջ, Արցախը բեռ էր, Արցախը տվեցինք, հիմա մենք հանգիստ հանրապետություն են կառուցում, 4-րդ հանրապետությունն են կառուցում, որ կոչրվել է Ադրբեջանի, իրեն հաջողել է, թե չի հաջողել, եւ կարծում եմ մեր կարևոր գործը դեր այն է, որ մենք հիմա դրա մասին գրեթե չենք խոսում Արցախի մասին, իհարկե հիմա մի քիչ բան է մտածել ֆանտազիայի անի ժանրից էլի, մտածել հիմա Արցախայության վերադարձ եւ այլն, որտեղ պետք է սրանց ճանապարհենք ու երկար աշխատանք է Արցախայության վերադարձի հետ կապված, բայց մենք մեր հանրությանը պիտի հասցնենք, որ Արցախի կորստից հետո է, որ Ալիևի ախորժակը բացվել է, նկարտումները մեծացել են եւ այս անձը այլևս մտնում է Հայաստան ցանկացածի տուն եւ ոչ ավել ոչ պակաս այլևս հայտարարում է Սևանը ունենալու մասին։ Այդ մարդը հայտարարել է Արցախ ունենալու մասին, Արցախը վերցրել է, այդ մարդը հայտարարել է Կիրանցի մասին, վերցրել է, այդ մարդը հայտարարել է Սյունիքի այդ տարածքների մասին, վերցրել է։ Հիմա ի՞նչն է խանգարում, որ Ալիևը հայտարարում է Սևանի մասին, Սևանը չվերցնի։ Հիմա ձեր առաջին երկու հարց տվեցիք։ Առաջին Փաշինյանի հիմնավորումները այս ամեն ինչին այսօր առավոտ ստատուս է գրել։ Այս շատ կարևոր է այս ստատուսը, որտեղ սա եզրահանգումն է հանրապետության երկրորդ, երրորդ նախագահների խոսքին իր արձագանքը։ Որտեղ առաջին անգամ Արցախի հետ կապված հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահները վականին ծավալուն հիմնավոր հաստատված գնահատական են տվել։ Ինչ ասում Փաշինյանը։ Ռոբերտ Քոչյանի, Սերժ Սարգսյանի վերջին օրերի հայտարարությունները վերահաստատում են այն, որ Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին է եղել թոք Հայաստանի Հանրապետությունը ճակերտներում մոտակա ծառից կապելու համար։ Ժողովուրդների իրավունքները, պատմական արդարությունը եւ նման եզրույթները եղել են ընդհանրապես հիմնական նպատակը ծխածածկելու համար։ Բանակցային բոլոր գործընթացներն ու առաջարկները եղել են թոքը կարճացնելու մասին կարոտկի պավադոկ։ Մինչև տարվա վերջ բանակցային թղթերը կհրապարակվեն եւ դա ավելի տեսանելի կդառնա։ Չհասկացա, այս անցել է 5 տարի, հələ մինչև տարվա վերջ։ Իհարկե հետո կմոռանան կարիք չկա, բայց այս երկու իր միտքն եմ ուզում անդրադառնամ։ Այս
թոկը կամ մոտակա ծառից կապելը սա Ռուսաստանը նկատի ունի։ Այսինքն ինքը ասում է եւ հետո որ ասեց Արցախը որ մենք այնտեղ ոնց որ թե կորցրեցինք կամ Ադրբեջան դարձավ, մենք ինքնիշխանություն վերականգնեցինք։ Հիմա հարց. Եթե դա Ռուսաստանի ձեռքին այն թոկն էր, որ Հայաստանի օրվա իշխանությունների վզից կախած էր, այսինքն կառավարելի էին, չէ՞։ Հիմա այս հարց եմ տալիս։ Իսկ ինչպես կգնահատի նույն Փաշինյանը հետևյալ փաստերը Ռուսաստանի հետ։ Ուրեմն Հայաստանի էներգետիկ համակարգը 70% հոսանք տալիս է ատոմակայանը եւ ջեկը։ Ջեկը ջերմոէլեկտրոկայանը գազով աշխատում։ Ռուսական էժանգազ եւ ատոմականի վառելիք սպասարկում։ Դա ռուսական մենաշնորհ է։ 70% հոսանքը տալիս է այս երկու միավորը։ Հիմա Ռուսաստանը սա թոկ է, եթե ուզենա մեր դեմ աշխատացնի, գազը թանկացնի, ասի ատոմակայանն էլ չեմ սպասարկում։ Վառելիքը չեմ տալիս։ Ոնց որ տեսնում ենք չի արել։ Նայեք, այսինքն ես ինչ եմ ասում, եթե Ռուսաստանի ձեռքին հիմա ռեալ լծակներն են, այն թոկը, ոչ թե թոկ, դա համագործակցություն է, բայց տեսականորեն Ռուսաստանը ուզում է որ Հայաստանում ամեն ինչ վատ լինի։ Հիմա ո՞րն է այդ թոկերը, իրական թոկերը։ Ես նշեցի էներգետիկ համակարգը 1 Հայաստանը որպես գյուղմթերք արտադրող արտանող երկիր ուրիշ բան չունենք մեծ հաշվով 80%-ը սպառվում է ոչ ավել ոչ պակաս ռուսական շուկայում։ Այդ թոկա, իհարկե թոկա, եթե Ռուսաստանը ուզի օգտագործի։ Հաջորդը երկաթուղին էլ ցանցերը Ռուսաստանից 3 միլիոն հայերի աշխատած գումարների մի մասը իրենց հարազատներին ուղարկել է տրանսֆերների տեսքով, որը բյուջեի մեջ առյուծի բաժին է կազմում։ Ես նշեցի առնվազն 5 թոկ իհարկե իր բառամթերքով եմ ասում, որ այդ թոկերը եթե Ռուսաստանը օգտագործի Արցախը ինչ կապ ուներ սրա հետ, քեզ խեղճացնելու կամ հանրապետության 3 նախագահներին խեղճացնելու համար։ Այդ թոկերը սրանք են, չէ՞։ Իր եղբայրական երկրների հետ կապված ինքը ժամ։ Ուրեմն այս երկու հիմնավորումը, որտեղ ինքը տալիս է, որ Ռուսաստանը օգտագործում էր Արցախը որպես ծառից կապած թոկ կամ մեր երկրի ղեկավարներին վզին գցած թոկ, ինչ է 0 որտեղ իրականում եթե Ռուսաստանը կրկնում եմ այս 5 դրվագով եթե միաժամանակ աներ Հայաստանը մեծ հաշվով մի ամիսը չշնչի եւ այսպես իր շարունակությունը պատերազմը կանգնեցնելու բոլոր առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին այսինքն իրան որ Ռուսաստանի նախագահը կռիվը կանգնացրու որովհետեւ հետո ռուսական զորքերը գալու են Արցախ այո որ ռուսական զորքերը եկան Արցախ Դանիշակ որ Հայաստանի ղեկավարության վրա լրջագույն ազդեցության գործիք։ Այսինքն միջև վերջին հայ կործանումից որ փրկել է, որ հետո այդ 120, 130 հազար, 150 հազարը եկել են Հայաստանի այդ Պուտինի շնորհիվ է Ռուսաստանի Դաշնության, ինքը դրա մասին չի խոսում։ Հաջորդը թոկը կարճեցնելու այս process-ի վերջնանպատակը եղել է Հայաստանի պետականության վերջ դնելը։ Մի պետականությունը կործանեց։ Եվ ով է խոսում, մի պետությունը կործանել է այս մարդը։ Այս սցենարում Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է ավարտվեր միայն ու միայն Հայաստանի Այ լավ, մի ընթերցեք էլ իր ասած բաները, ինչու՞ է կարևոր абսուրդը անհետեցություններ է դուրս տալիս։ Բայց չիմանանք որ անհետեցություն։ Չէ, մենք վաղուց գիտենք արդեն ինքը ով է եւ ինչ է։ Ուրեմն հաջորդը մի վարքան էլի, թույլ տվեք։ Երկու նախագահները առաջարկում են վերադառնալ այդ սցենարին, որն ի սկզբանե գրվել իրագործել Լենին Պարտիա Գորբաչով կարգախոսի եւ մեծ հավանականությամբ KGB հովանու ներքո, կրկին KGB, այս KGB-ա ցավ են կպել։ Ուրեմն ասեմ ձեզ, KGB որպես կառույց գոյություն չունի 90-91 թվականից, չկա այդպես։ Քանիսին էր, 55-54-ին, 56-ի։ Այդպիսի կառույց չկա։ Բայց եթե ասողես ասա FSB, որ FSB-ից մի անգամից արձագանք։ Իմիջիայլոց էս KGB-ի հետ կապված Նիկոլ Զախարովան, ասենք, գետինը մտներ ավելի լավ է։ Քեզ ամբողջ աշխարհով մեկ ասեց, որ դու տգետ ես։ Երբ որ դու ասեցիր, որ ցեղասպանության, պարզվեց ցեղասպանության մեղավորն էլ է KGB-ն։ Զախարովան պատասխանեց, չի ասեց, այդ 15 թվին 54-50 KGB գոյություն չի ունեցել։ Այսինքն գոնե, այն որ ասում է քո բոշայությունը, տգիտությունը, չգիտեմ, ինչությունը պահի գոնե մեր 4 պատերի մեջ, անում ես ինչ որ բաներ ես
տգետ դուրս տալիս։ Աշխարհով մեկ էս խայտարակ էս ան գոյություն չի ունեցել, խոսում է, ոնց որ հիմա որ թվից գոյություն չունի, այս մարդը ասում է, բանի նման է, էլի։ 91-ից մեր այլախոհների հետ մասին է, էլի խոսքը մի փոքր շեղվեն, պարոն Հապետյան։ Վաղուց արդեն սովետական միությունը գոյություն չունի, KGB-ն գոյություն չունի։ Այս մարդիկ ասենք այնտեղ հավին աղվեսը խեղդում, ասում է KGB-ն է մեղավոր։ Մի հատ ինչ որ մի բան տեղում, ասում է KGB-ն է մեղավոր, Ռուսաստանն է մեղավոր կամ սովետական միջ, ասում ես գոյություն չունի, ասում ես ընկեր, ալո, բարև, այդ քո սիրելի արևմուտքը գազային ցեղասպանություն է անում։ Հрьяաները ցեղասպանություն, յա, բա KGB-ն, բա սովետական, այս մեր այդ հիվանդ այլախոհների նման է, էլի, հիմա էս էլ այդ ուղղությամբ ակնում։ Ես մի կարևոր բան բաց թողեցի։ 44 օրայի ժամանակ Ղարաբաղի որոշումների կայացման վայրը, որտեղ գեր գաղտնի տեղ է, հատուկ անցաթղթով էր մտնում, ինչ գործ ունեին քաղաքացիական անձինք Հայաստանի Հանրապետությունից։ Մարդիկ են եղել, որի արդյունավետությունը այդտեղ լինելու 0 էր։ Իսկ մարդը զինվորական չէր, զինվորականները քարտեզների վրա որոշումներ էին կայացնում, որից մեկը կարող է հոդաբաշխ բացատրել։ Այդ ընկերու համար եք ասում, հա։ Նրանը գիտենք ինչ արել։ Ասել է, չէ, բարոյական աջակցություն։ Բա մյուսները։ Ինչ է նշանակում բարոյական։ Ես չգիտեմ, դա ասողին հարցրեք, ես չեմ ասել։ Բա մյուս քաղաքացիականների Իմիջիայլոց եկեք սա էլ չմոռանանք ասենք, այդ հարցը ամենաշատ բարձրացրեց Գառնիկ Իսագուլյանը եւ տեսակ չէ ոնց վարվեցին Գառնիկ Իսագուլյանի հետ։ Ձերբակալեցին գործեր, այսինքն այն մարդիկ, որ ճշմարտությունն էին ասում էին տիկին դու ինչ գործ ունեիր այդտեղ, հա? Հետո նաեւ գեներալներից մեկը Մովսես Հակոբյանն էլ էր ասել, չէ, ինչ գործ ունես Անայի հետ։ Փաստորեն ով որ բանը ասում Անային կամ միանգամից ձերբակալում են կամ քրեական գործեր կամ տանում են մահվան եզրին։ Տեսենք ինչ օրն էին գցել, էլի Գառնիկ Իսագուլյանը։ Ուրեմն ասեմ այսպես։ Եվ այդտեղ նաեւ այլոք են եղել, որ իրավունք չեն ունեցել։ Գալու է ջի։ Այլ քաղաքացիական անձինք են եղել Հայաստանից։ Հիմա վերջում ասում է իր մտքի բանը, սպասվող արդյունքը երկու նախագահներն ասած 0 գումարած 0 հավասար է 0, ագինը տվաբանություն գիտի Պարկ Հաշինյանը։ Հիմա ձեր ասած այդ բանի վերջին ձեր միտքը երբ թաղել են էլի Արցախի թեման, ուրեմն նայեք մեղավորության պահով, որ նոր ասում եք, հա, որ մեղավոր, մի հին անեկդոտ կա, ես շատ հակիրճ եմ ուզում ասեմ։ Մեկը մտնում է բարձրակ շենքի մուտք, նայում է 90 տարեկան մի ծերունի մուտքի մոտ նստած հոնքուր լաց է լինում։ Ասում է Սիմոն դայի ինչ ա եղել, ով է մահացել քո հարազատներից, ասում է ոչ մեկ, ասում է բախես լացում։ Ասում է 5-րդ հարկի հարևան Վարդուշը 7-րդ աղջիկն ա ունեցել, ասում են հետո ասում են դու ես մեղավոր։ 90 տարեկան Սիմոն դային մեղավոր է, որ հարևան Վարդուշը աղջիկ ա ունեցել։ Հիմա այստեղ նորից եմ ասում 18 թվականին թուրներ այ ձեռք եղել, գրիշներ այ ձեռք եղել եւ որոշումները ինքն է կայացրել։ Եվ հետեաբար եւ պատասխանատվությունը եւ մեղավորությունը։ Իմ հարցին գանք, հա, որ իրենք ամեն ինչ անում են, խնդրում եմ կարճ, որտեվ էլի երկու կարևոր հարց կա, ուզում եմ խոսենք դրա մասին, բայց դի խնդրեմ, եթե նորան այրային զանգահարեք, ասեք մի փոքր ուժ գա, որտեվ մենք չենք հասցնի այս հարցերին անդրադառնալ։ Չէ, ուզում եմ նաև այսպես բան, որ իրենք ամեն ինչ արեցին այս 5 տարվա ընթացքում, որ ես էլ եմ իմիջավայր մեր կան տենց անասուններ, որ ասում են դե հիմա ինչ Արցախը բաներ, էլի բերեր պետք է տայինք Արցախը կամ Արցախը բաներ, հիմա ես հատուկ դա շեշտեցի, որ երբ որ ինքը ասում էր Արցախը մերն է, Ալիևը պետք է Արցախը վերցրեց, երբ որ Կիրիլյանցը ասեց վերցրեց, Սյունիքը եթե հատվածներն ասեց վերցրեց, հիմա ասում է այս հատուկ աշկալուսանք են անասունների համար, որ ասում էին դե ինչ ա Արցախը պիտի տան։ Ես դրա մասին եմ ուզում ասել, որովհետև այս անասուններին միջև իրանց դրանը չեն հասնում, իրանց երեխաներին չեն հասնում, այդ ոչինչ որ 150,000 անտուր, այդ ոչինչ որ հայրենիք են կորցրել, ոչինչ որ այդքան զոհեր ենք տվել, ոչինչ որ այդքան հողեր ենք տվել, այդ ոչինչ։ Գան հասնեն իրանց դրանը, հիմա իրանց դրան մասին եմ ուզում խոսել։ Այս մարդը կոնկրետ ասում է Սևանը վերցնելու։ Հա, եւ մի միջանկյալ հարց էլ Էրդողանին այն հիշում եք, մի հատ անմեղսունակ կա, իմիջիայլոց այդ անմեղսունակին, որ ինքը պիտի պատասխան տա այդ մակունցը, հիշում եք ինչ էր ասում։ Ասում էր, որ մեր եղբայր մոտավորապես էլի դե եղբայր չէր ասում, որ Էրդողանը Թուրքիան երբեք ման չի անի, չէ։ Դա ասել է պատերազմից 2-3 օր առաջ, ասել է որ Թուրքիան չի միջամտի, այս ամեն, այո, սա ասել է ոչ ավել ոչ պակաս մակունցը, որ հետո ժամանակ ֆրակցիայի ղեկավարն էր։ Ֆրակցիայի ղեկավար էր, հետո գնաց Միացյալ Նահանգներ դեսպան, հիմա էլ գլխավոր խորհրդական է։ Ինչ է ասել Ալիևը հիմա։ Ղարաբաղ Էրդողանը հիմա Ղարաբաղի ազատությունը, հպարտություն է
Թուրքական աշխարհի համար Ղարաբաղում, Արցախում հաղթանակը ոսկե տառերով է գրվելու թուրքական աշխարհի պատմության մեջ, մեր ընդհանուր պատմության մեջ։ Հիմա այս անմեղ սունակ մակունցին, չգիտեմ, իր ասացի համար դի պատասխան տա թե ոչ։ Սա, այսինքն, այս թիմը նվիրաբերել է ոսկե տառերով թուրքական, տեսեք ինչ է ասում է։ Թուրքական աշխարհի համար սա, չգիտեմ ինչ էր, Էրդողանի աշխարհից սեփ մի հատ տվեց Էրդողանի գլխին, ասեց Ալիևի գլխին, ասեց վերենգի հետ ես եմ արել։ Արցը հիշում եք, որ ինքս ասատագրումը ես եմ, հա։ Գնահատական տվել, որտեվ թուրքական աշխարհի, թուրանական աշխարհի, Թուրանը ստեղծելու սեպի նման ոչ միայն Սյունիքը, այլև ամբողջ Հայաստանն է խրված։ Հիմա մենք Արցախը կորցրեցինք մեր հիմնական, այսպես պաշտպանական բնակիչների տուգությամբ, հաջորդը Սյունիքն է եւ վերջին հաշվով Հայաստանն է։ Իրանցը չվերցրեց Սյունիքից լաց։ Մարդը ասում է Սևան, Սևանը վերցնում եմ։ Ոչ միայն Սևանը, անկլավների մասն է խոսքը գնացել։ Ուրեմն անկլավների վտանգավորությունը։ Տիգրանաշեն կամ Քյարքին երբ որ վերցվում է, Հայաստանը երկու մասի է բաժանվում, որտեղ Ադրբեջանը գալիս է զինված ուժերը միջպետական ճանապարհի վրա, իսկ այդ միջպետական ճանապարհի մի հատվածը ես ժամանակին հիշում եմ, Նաիլ Հոխիկյանը երբ հաղորդում էր վարում, շատ հետաքրքիր է, մի 6-7 կիլոմետր թե 10 թիվը չեմ հիշում։ Ամբողջ ճանապարհը միջպետական ասֆալտ էին արել։ Այդ մի կտորը ասֆալտ չէին արել։ Դա մինչև պատերազմը, մինչև 20 թվի 44 դուք ասում եք։ Այսինքն այն ժամանակ ինչու չեք արել։ Քյարքի մոտ ինչու չեք, այսինքն ինչու փող չեք ծախսել։ Թե նորմալ ասֆալտ անելը, ասենք մի կիլոմետրը կարող է մի քանի $100,000 փող լինի։ Ինչու չեն արել։ Դե հիմա պատասխան եք։ Հիմա հարցեր է։ Կարծում եմ պատասխանը ինքնին մեջն է։ Եվ հիմա ձեր վերջին հարցը։ Երբ տրվում է Տիգրանաշենը Քյարքին, Հայաստան ուղղակիորեն քարտեզը դրեք նայեք հարգելի մեզ լսողներ եւ հայրենակիցներ, ուղղակի այն վզի մասը ամբողջովին կտրվում է։ Երկրորդ, Տաուշից անկլավներ։ Ես ինքս ծառայել եմ այդ ուղղության վրա, տարիներ շարունակ հրաշալի գիտեմ, ինչ ասել է այդ տարածքները տալ։ Այդ տարածքները տալ նշանակում է Ադրբեջանին նախ փակում ես Վրաստանի հետ կապը, ցանկացած ժամանակ կարող է դուությամբ փակել եւ հսկողություն ես ունենում գազամուղի վրա։ Վերջ։ Ռուսաստանից Հայաստան մտող միակ գազամուղի վրա։ Սա էլ ձեր հարցի հետ պատասխանը, որ ինչ ասելա անկլավներ տալ։ Սևանը ինքը ստրատեգիական նշանակություն ունեցող։ Այստեղ նաեւ ինքը դուք կարծում եք պատահական է, որ Արցվաշենի մասին է խոսում, պարզ է, չէ՞ որ աբսուրդ է։ Արցվաշեն ինչի բերեց հրապարակ, որ հեշտությամբ հանձնի, այո, որ մնացած հատվածները Հայաստանի տա, այստեղ էլ մոլորեցնում այն ապուշների, որ ավանակի տեղադրել էլի հայ ժողովրդին, որ բանա, դե բա ինչ եք ուզում, այսքան տարածքներ տալու ենք, որ մի հատ Արցվաշեն է բանը։ Եվ Սևանը ինչով է կարևոր։ Այստեղ միայն Սևանը այդ տարածքներում Բասարգեչար բան եւ այլն թուրքերին բնակեցնել չի։ Սևանը ստրատեգիական նշանակություն ունեցող խմելու ջրի մեծ ամբարա։ Իմիջիալս Պուտինը վերջերս խոսեց դրա մասին, ասեց այդ խորհրդային շրջաններում ջրային պաշարների խնդիր, դա շատ կարևոր հարց է, այսինքն քննարկում է այդ ոսկին է, Սևանի քաղցր ջուրը, ոսկի։ Այո։ Այո։ Այսինքն Ալիևը երբ որ Գյոչը ասում է, ինքը ոչ թե այս պայն նկատի ունի, որ Վարդենիս Բասարգեչյան թուրքերը պիտի գան։ Իհարկե, երբ որ ինքը ելք է ունենում այդ լճի վրա, այդ լճի ջուրը ամբողջովին կարող են քաշել։ Հիդը։ Իսկ ինչու՞ չէ։ Իրանց մասով, հենց ելք ունեցան։ Եվ այս առումով այո շատ վտանգավոր է։ Ու ասում է Պուտինը, ջրային ռեսուրսների հարցը ավելի հրատապ է դառնում ԱՊՀ երկրների համար։ Այնպես որ մեր համար ասում շատ կարևոր է, այսօր Պուտինի խոսքերն են, այո։ Մեզ համար պարզևորն է, լավ, շատ լավ։ Եվ հիմա անցնենք հաջորդ թեմային, եկեղեցու հետ կապված, գիտեք որ հարձակումները շարունակվում են, պատարակները շարունակվում են։ Իմիջիալս մի հատ երգիչ կա, ինչ էր մգերա մխեր, ինչ է մխեր, մգեր, մդեր, ինչ է դրա անունը։ Մհեր Արմենիա։ Մգերա, չգիտեմ ինչ է։ Հա, այս թյուրիմացությունը պարզվում է, տեսակ դուք, պարոն Ահապետյան։ Լսել եմ, այո, ներկա էր, այդտեղ գնացել էր եւ ինչ որ բանից է խոսում, խաղաղություն է ուզում, սեր է ուզում, չգիտեմ ինչ է ուզում, ասում է դրանով, բա 3 սար թյուրիմացություն, այ թափթփուկ։ Այս այնքան ողորմելի թշվառես, որ մարդ չի էլ ուզում, չէ, այսպիսի կերպարները, որ ոտքերի տակ վազվզում էին Սերժ Սարգսյանի
տիկնոջ եւ այլոց, գիտեք, այս հետո նաեւ բան ինչ որ ընդդիմադիր բանի կեցվածք էր։ Ես չգիտեմ, այս ծաղրածուներին ով է բերում հրապարակ։ Իրենք են գալիս հրապարակ։ Ես հատուկ այս օրինակը ասում եմ մնացած ծաղրածուների համար, էլի այս ծաղրածուն ինքն է գալիս, թե բերում են, այս ծաղրածուներին ասեք, որ բանը վեր ընկնեն իրանց տեղը ու իրանց տեղը այն ինչ էլ որ ունեք Ձեր եղած ընդամենը ռեստորաններում գրմռալն է։ Գնա քո համար այնտեղ գրմռա, էլ ինչ որ մեծ բաներից լավ կլինի չխոսես ու չգնաս մեծ հաշվով եկեղեցին այլևս իր գնահատականը տվել է, պարոն Նահապետյան, դա պղծություն է, ինչ որ տեղի է ունենում հիմա այս պատարակները, եւ սրբապղծություն է։ Եկեղեցին իր գնահատականը տվել է այլևս։ Այո, հիմա ինչ քայլեր է ինք անում, իր քայլերը փորձեմ շատ հակիրճ ասել։ Ուրեմն Հովանավանքում մի կարգալուց քահանա կեղծ սարկավագներ դպիրներ եւ ինչ որ ժողովուրդ հետո այդտեղ երկրորդ քահանան կարգալուց արվում իսկին երկու քահանա կարգալուց ինքը հիմա գնում է Թալին այս 3 ինքը Թալինում է եղել այո Տեր Թադեն ինքը կարգալուց չի բայց ինքը համախոհ է երկու նախկին կարգալուց քահանաներ Բայց հիմա հետաքրքիր է, գիտեք ինչն է, այս հավաքների իմաստը, բուն իմաստը, մեծ զանգված գլխականակ հավաքելն է, որը չի ստացվում։ Ես մտածում եմ, որ Թալինում իսկապես կարող է իրոք մեծ քանակ հավաքի եւ Փարք Տիրոջը, որ նույնիսկ մարդիկ, որոնք նյութական գայթակղության մեջ են, եւ նյութի համար, պաշտոնի համար, բարեկեցիկ կյանքի համար շատ կարմիր գծեր անցել են, այս կարմիր գիծը չեն անցնում։ Թալինում ինքը ուներ մեծ հավանականություն հավաքելու, որտեղ Թալինը այս առումով եւ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ եւ այն ժամանակ եւ Փաշինյանի եւ 18 թվականին Փաշինյանի սատարող հիմնական շրջաններից մեկն է եղել։ Ես մտածում եմ, որտեղ քաղաքապետ կա, մարզպետներ եւ այլն, դրանք որոշակի առումով իրար հետ փոխկապակցված ընտանեկան, հայտնի ուրեմն տոհմի զավակներ են եւ իրենք կբերեն առնվազն մի 10-15 հազար մարդ։ Ես իրոք դա եմ մտածում։ Փաստորեն 3 սարը ցախողվեց։ Բայց օրինակ այնտեղ էր կենտրոն համայնքի թաղապետի պապան, այդպես մեծ խոսում էր սա հետո ասի որ դա ամեն այսինքն այդ մարդիկ էլ որ բաները թողենք, այդ մարդկանց ուզում ասեմ անգամ այդ մարդիկ էլ որ կան ոչ թե որովհետև Նիկոլական է, ոչ թե որովհետև շահագրգիռ է, շահագրգռված մարդիկ են ընդհանրապես իրենք են կան, որոնք նյութականում գայթակղությունների մեջ են, կան, բայց կարմիր գիծ, որտեղ գնան անեն այդ բանը չեն գնում։ Այո։ Եվ սա ի ուրախություն եւ Փարք Տիրոջը որ սա եղավ։ Հիմա ինչ մարտավարությունն է Երևանից հետո ընտրել Փաշինյանը, գիտեք ինչ։ Մենք գիտենք, որ նախկին կարգալուց արված քահանա Սյոպիկ Ասատրյանին սատարել են երկու քահանա, որոնցից մեկը արդեն եւս կարգալուց արվել եւ մեկը Տեր Թադեն, որը Թալինում էր։ 3 քահանա։ Հիմա Փաշինյանը հնար է մտածել։ Պատտվելու է հանրապետության բոլոր եկեղեցիներով։ Հետո իբր որ ցույց տա, որ այս եթե ես գնում եմ, ուրեմն այս քահանաները իմ հետ են։ Հիմա գնում է, հաջորդը հայտարարել է, այս Կիրակի գնում է Եղեգնաձորի Խաչիկ գյուղի ուրեմն եկեղեցի։ Խաչիկ ասեմ մի գյուղ է, ես շատ լավ գիտեմ, բարձր լեռնային գյուղ, որը Նախիջևանից սահմանում, մարտունակ, ռազմաշունչ, այդ գյուղի տղաները կռվել են, փառապանց կերպով ադրբեջանցիներին ծնկի են բերել։ Հիմա ինքը գնում է այդտեղ։ Ինքը ուրեմն մարդ հավաքելու օպերացիան, ձեզ վստահաբար եմ ասում, եթե Հովանավանքում ինքը չկարողացավ 2 անգամ հավաքել, եթե ինքը Թալինում չկարողացավ, ինքը ոչ միտեղ գլխականակ չի հավաքի։ Այն գլխականակը, որը պիտի դառնար պատճառ ինչի համար, որ գնար հարձակվեն հայ-առաքելական եկեղեցու վրա։ Այո։ Ուրեմն արձանագրում ենք երեկվա Թալինի դեպքից հետո, որ օպերացիա գլխականակ եւ հարցակում մայրաթորի վրա ցախողվել է։ Ես դա արձանագրում եմ։ Իր մարտավարությունը հիմա ինքը պիտի փոխի։ Ինչ անի։ Գնա հանրապետության տարբեր շրջաններում պատարակ անի։ Չէ, ինքը պատարակի չի գնում։ Գիտեք ինքը ինչի է գնում։ Պատարակ մասնակցելու չի գնում, ինքը գնում է պատարակ լսելու։ Որտեվ հայկական ժամանակը հոկտեմբերի 26-ին առաջին անգամ Հովանավանքում երբ եղավ, իմ գնահատման դևերին
ծառայություն էին, դևերի խրախճանքին էին մասնակցում, ոչ թե պատարագին։ Եկեղեցու գնահատականն էլ կարող ենք ասել, հոգևոր խորհրդի գնահատականը։ Ես հիմա իմ գնահատական, այո, պղծություն, եւ սրբապղծության մասնակցել ֆեյք պատարագի պատարագ բառը էս անգամ կարգալույց եղած մարդկանց։ Ես պատարագ բառը անգամ այդտեղ չեմ օգտագործում։ Ֆեյք, հա, ճիշտ է։ Անհասկանալի ինչ որ մի բան։ Միջոցառում է, ես էլ ասում եմ դևերի խրախճանքին են գրածի մասնակցել։ Ուրեմն հոկտեմբերի 26-ին, երբ ինքը փաստացի այդտեղ գնաց, ինքը հույս ուներ, որ կգեներացի գլխաքանակ։ Այդ օպերացիան ցախողել է։ Հիմա ինքը բոլոր տեղերը գնալու է, դե հիմա գնում է ինչ-որ եկեղեցի։ Թե իրենք մասնակցում էին ոչ թե պատարագին, այլ գնում էին լսելու։ Հայկական ժամանակը հոկտեմբերի 26-ից հետո գրեց. ներսում, դռների մոտ եւ դրսում ժողովուրդը լսում էր պատարագ, ոնց որ եկել էին Թաթայի կամ Ձախարուտի համերգին, եկել էին պատարագ լսելու։ Պատարագը մասնակցությունն է, ոչ թե լսել։ Շատ լավ, տեսեք ինչ է այս մարդը հայտարարել։ Հայաստանյա Ծառաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր եւ բարոյական նորոգման օրակարգը բոլորիս հարցն է, Նիկոլն է ասել, յուրաքանչյուր հոգևոր եւ բարոյական յուրաքանչյուրս հոգևոր եւ բարոյական նորոգման օրակարգով պիտի ապրենք եւ այլն եւ այլն։ Մարդ, որը ինքնին, հա, տեսեք, ոչ մի բան չէ իր անցած ճանապարհով, իր հրապարակումներով, իր հոդվածներով, իր ապրած կյանքով, իր գրքով, ոչ մի բան, այս մարդը որևէ բարոյական իրավունք ունի, որ ինչ որ հոգևոր եւ բարոյականության նորոգման օրակարգ է բերում եւ դա փորձում է եկեղեցում, տեսեք, էլի, ասեք ինչ որ մարդիկ էլ ասում են, որ իր հետևից ինչ որ պիտի գնանք, որովհետեւ ինքը ասում է, որ հոգևորականները վեհապարը, չգիտեմ, երեխա ունի, բան ճիշտ ասած ինձ հուշեցին, ասում են, մենք խոսել ենք սրա մասին, պարոն Նահապետյան, որ մենք ունեցել ենք Գրիգոր Լուսավորչից բռնած մի շարք կաթողիկոսներ, որ ունեցել են որդիներ, երեխաներ են ունեցել, հետո իրենք հետո դարձել են կաթողիկոսներ, նրանց թոռներն են դարձել կաթողիկոսներ, Գրիգոր Լուսավորչի ծոռն է դարձել եւ մեծ ահռելի հիմա ունենալով որդիներ, դուք ասենք ուզում եմ հասկանալ, էլի Գրիգոր Լուսավորչից, որդուս, դրանցից ավելի հավատացյալ մարդ պատկերացնում եք։ Չեմ ուզում այդ հարցը։ Չէ, դուք պատկերացնում եք այդպիսի բան, հետագայում կանոնակարգ է փոփոխվել, ինչի համար, որ այդ ժառանգականության դեմ կանգնեն, հիմա եթե այդպիսի բան գոյություն ունի, ասենք իրենց կանոնակարգի ինչ որ խախտում եղել, դու ով ես ընդհանրապես, որ դու գնաս եւ մի հատ էլ այդ հարցը դնես, պահանջը դնես, որ այդ հարցը, դա եկեղեցական հարց է, դու ով ես։ Չէ, որովհետև իսա շահարկում են եւ մարդիկ էլ իբր թե ինչ որ պիղծ, այլանդակ, այլասերված ինչ որ մարդիկ եկել են, ինչ որ բարոյական հարցեր են ուզում բարձրացնել։ Ես ուզում եմ հասկանալ, եթե այդպես է, դա խանգարում է, որ մարդը հավատացյալ լինի, հա? Դա խանգարում է, որ մարդը, ասենք, հոգևոր բանով ապրի, դա խանգարում է դրան։ Չէ, եկեք ավելի բաց ու բան խոսենք դրա մասին։ Այդ ինչ թեմա է, կամ դու ով ես, որ այդ հարցը բարձրացնես, որ մի հատ էլ մարդկանց ուղղակի ինչ թափ-թփուկ բոմժեր կանգնած ասում է, դե քանի որ, չգիտեմ, երեխա ունի, ես ունի, ես է դու ով ես ընդհանրապես, դուք ով եք ընդհանրապես, որ գնաք եկեղեցական կանոնակարգի բանը մեջ մտնեք ու մի հատ էլ դուք այնտեղ որոշեք, այդ ընտանիքի մեջ մտեք, դուք որոշեք, թե այսպես է թե կամ այնպես է։ Հա? Չէ, ես կարծում եմ դրա իրավունքը աշխարհականը չունի։ Այո։ Կապ չունի այդ աշխարհականը տիրոջ պատվիրաններով առավել։ Հատկապես որ այդ իրավունքը իրավունքի իրար վերցնող մարդը ինքը ոտքից գլուխ պիղծ է։ Գնում է պիղծ սրբապիղծ բաների մասնակցում է։ Ուրեմն ես ձեր հարցին պատասխանեցի, անգամ առավելագույն մեղքերից զատ տիրոջ խոսքի համեմատ եւ տիրոջ կամքի մեջ ապրող աշխարհական մարդը իրավունք չունի նման հարցեր բարձրացնելու։ Դա իր իրավասություններից դուրս։ Հատկապես 358 եկեղեցի հանձնած մի տականք խոսում է 300-ից ավել եկեղեցի կառուցած, վերանորոգված բանը վեհապարի մասին, հա? Մեր վեհապարը պատմության մեջ մնալու է։ Ինչ ահռելի եկեղեցաշինական, ահռելի ինչ աշխատանք է տարել։ Այդպես է թե այդպես չի։ Ես կարծում եմ ձեր հարցին պատասխանեցի արդեն, իրավասություն չունի։
Չէ, որտեւ այդպես զզվացրեցին ինչ որ թափթփուկներ վեր են կենում իրենց իրավունք են, մենք եկել ենք այնտեղ օրենք, մենք եկել ենք, չգիտեմ ինչը, բարոյական ինչը, բան ինչ որ փողոցային, ոնց որ փողոցային մարմնավաճառները գան ասեն, մենք եկել ենք եսիմ ինչ վերականգնելու անելու, իրենք որևէ մեկին այդ իրավունքը ոչ մեկ չի տվել։ Դա եկեղեցական կանոնակարգով հաստատված բաներ են, կանոնակարգի հարցը իրենց հարցն է, ձեր գործը չի։ Դա որևէ մեկի խնդիրը չի։ Ես եւս շտապում եմ, որտեղ այստեղ տեսեք, հիմա որ ասեց, որ Սևանի մասին որ խոսում էին, ասում էին այսպես բան, եւ խաղաղություն, հիմա ես բերելու եմ, խաղաղություն եմ հաստատել եւ այլն, ինչ է խոսում Ալիևը, մեր հաղթանակի, ուրեմն հաղթանակի պարադի ժամանակ իր ելույթում հեգնանքով նշել է, որ հայերը մի ժամանակ պնդում էին, որ Բաքվում թեյ կխմեն, նա հավելել է, որ իրականում իրենց երազանքներն իրապես իրականացել են, նրանց տանկերը ցուցադրել է եւ ռազմավարի այգում եւ իրենց գտնվում են նրանք ովքեր այդպես ասում են հիմա գտնվում են Բաքվի մեկուսարանում այսպիսի բաներ ասող մարդը որ դեռ շարունակում է հպարտանալ հա իր ռազմավարի այս այգով հպարտանալ շարունակում է հպարտանալ որ Բաքվի մեկուսարաններում պահում է չէ մեր հերոսներին, մեր նախագահներին, մեր հայրենակիցներին պահում է։ Ինչ խաղաղության մասին է խոսքը։ Չկա խաղաղություն, ես այս առումով երկրորդում եմ Հանրապետության երկրորդ նախագահի տված գնահատական առայն, որ կռիվ չի լինի, խաղաղության պայմանագրի եւ այլն չի լինի, քանի որ Փաշինյանը առանց դրա հանձնում է այնինչ Ալիև ուզում է։ Իհարկե որոշակի ներքին դիմադրությունը հաղթահարելով, խոսքս Հայաստանի քաղաքացիների, կուսակցությունների շարքային մարդկանց մասն է, բայց որից է խաղաղության մասին խոսք չկա, որից է պայմանագրի չի ստորագրի, քանի դեռ Ալիևը չի ստացել այն առավելագույնը, որ ինքը պիտի ստանա, ու դրանով թեման փակված է։ Վերջն արդյունքում ես կարծում եմ Ալիևի բոլոր պահանջները, եթե կատարվի, դա Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիան է, իրական կապիտուլյացիան, որ մենք հասկանանք ինչ բան է կապիտուլյացիա, հա։ Սա է պահանջների կատարումը առանց լրացուցիչ պարտավորության, ինչու Ալիևը պիտի ստորագրի մի փաստաթուղթ որի ստորագրելուց հետո ինքը պարտավորությունների դաշտ է մտնում, չէ՞, պարտավորվում այդ պայմանագրով, չէ՞։ Հիմա եթե առանց պարտավորությամբ ինքը ստանում է այնինչ որ Հայաստանից պիտի ստանա, ինչու ստորագրի մի փաստաթուղթ։ Այսքան ավելի քան 30 տարի կոնֆլիկտը, ուրեմն Արցախի կոնֆլիկտի մասին է խոսում, լուծված է քաղաքական առումով, բայց սոցիալ հոգեբանական առումով հնարավոր չէ այսպես բան լուծել։ Խնդրեմ, մարդը համարում է, որ 30 տարվա կոնֆլիկտ ինքը քաղաքականապես արդեն բան է, ավարտել է, փակել է, լուծել, ուղարկել է։ Այնտեղ հոգեբանական, սոցիալական, հոգեբանական հարց է մնացել, էլի Նիկոլի համար, որ այս հարցերը անանի լուծի։ Որտեղ Արցախը մեր հայնիկի մի մասն է, Փաշինյանի համար հայնիկ գոյություն չունի, Հայաստանի Հանրապետություն առնով ինչ-որ մի տարածք, որը կարող է դառնա Հայաստանի Հանրապետության եւ Արմենիական Ադրբեջանի պետություն, օրինակ, վաղատես պետություն կարող է դառնա։ Իմ հայնիկի մի մասը, ձեր հայնիկի մի մասը մեզանից օտարվել է, մեր քույրերն ու եղբայրները բռնի տեղահանվել են եւ այստեղից մեզ համար այդ խնդիրը միշտ բաց է մնում։ Իր համար եթե փակված է, դա իր խնդիրն է եւ իր համախոհների, իր ընկերների, իր կուսակցական եւ այլն։ Մեզ համար այդ հարցը միշտ բաց է մնալու իդեպ ինչպես բաց է մնալու յուրաքանչյուրս մեր մեջ կարող ենք ընդունել նաև մեր հայնիկի այն մասը, որը Հայաստանի Հանրապետության տարածք չի, այլ պետության տարածք է։ Այդ հարցերը բոլորը միշտ բաց են մնում։ Եթե այդպես չլիներ, Իսրայել պետությունը 2000 տարի կորցնելով իր տարածքները ամբողջությամբ 2000 տարի հետո պետականություն չէր ստեղծի եւ չէր վերադառնալ իր ավետյաց երկիրը։ Որն է եղել հрьяաների շարժիչ ուժը, որը 1948 թվականին 2000 տարվա տառապանքներով, զրկանքներով, կորուստներով, ցեղասպանվելով որ երբեք չեն հրաժարվել իրենց երազանքից եւ իրենց ծրագրերից։ Երբեք։ Այս առումով մեր ժողովրդի համար շատ ուսանելի օրինակ է, Իսրայելի օրինակ։ Ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստանի տարածք չպետք է վախեցնի հայ ժողովրդին եւ պետականության Ալիևն է ասել, հետո դե գիտեք Ալիևը նաեւ հայտարարել, խոսեցինք արդեն դրա մասին, որ Սևանը կոչմել գոյչա, այո, եւ ինչ է ասում Ալենը սրա մասին, ներքին լսարանի համար է, ասում է, որ ընդհանրապես սա ներքին լսարանի համար է, ուրեմն իմացեք, որ նա Կովկասի եւ նաեւ ինչ էին ասել այս ադրբեջանցիներից մեկը մեջլիսի ներկայացուցիչ, եթե մի օր Երևանից լսեք Ալիևի ելույթը, ուրեմն իմացեք, որ նա Կովկասը վերադարձրել է
Պետրոս առաջինից։ Նախ խոսք Ալենին, որ ասում ենք ներքին լսարանի համար է ասել։ Հիմա օրինակ քո ներքին լսարանի համար Ալիևը Ալենը կարող է, չէ՞, այստեղից ասել, որտեվ թքելու վարպետն է իր մաման էլ հետ է, Հայոյանքին էլ հետ է։ Ասենք ասել թքեմ քո վրա Ուրեմն ես ասեմ, կամ ասեն մամա մի հատ թքի Ալիևի վրա, կամ այդ բառապաշարով, որ դու խոսում ես, երբեմն փողոցայինի բառապաշարով հիշում եք իր պահվածքը Արցախի հերոս Սեյրան Օհանյանի նկատմամբ, կամ ոնց է խոսում այնտեղ կին падգամավորների առհասարակ։ Մի հատ է համարցակվել, այ տղա ջան, դե մի հատ ներքին լսարանի համար, ասա կտամ գլուխդ կջարդեմ, ոնց որ քո բանը բառապաշարը կամ կթքեմ քո վրա։ Մի հատ դե համարցակությունն ես ասա, չէ, շամպես վախենում ես, չէ։ Ուրեմն ես ունեմ հետեւյալ կարծիքը, ես համակարծիք եմ Ալենի հետ։ Գիտեք ինչու՞։ Որտեւ Ալևը իր ներքին լսան համարում է նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այդ առումով ճիշտ ասում։ Իհարկե։ Բայց եթե ասում է այս տարածքին պատմական հայնիկն է, վերջին հաշվով այս տարածքի բնակիչները կլինեն իր պատմական հայնիկի քաղաքացիներ։ Ու փաստաբան է աշխատում, ոչ միայն փաստորեն այս մարդիկ Ալիևի փաստաբաններն են, Ալենն էլ, Նիկոլն էլ, ուրեմն Ալիևը ձեր ասած չի արտահայտում ամբողջ պատկերը, որովհետև Ադրբեջանի նախագահը ասել է, որ ցարական քարտեզներով եթե նայենք Սևանանից չկա, կա այլն, այսինքն փաստաբան են աշխատում, էլի, այդ մարդը կոնկրետ ասում է գալիս եմ, սա իմն է, այս տարածքը իմն է, վերադառնալու ենք, վերադարձնելու ենք, ասում է չէ, դες չի ասել, բան է։ Ես ասում չեմ կարծիք։ Նաև Նիկոլն է, էլի այդպես ասում։ Ալիևը այս ամեն ինչ որ ասում է, այդ ներքին լսարան, եւ ինքը ասում է, այս բոլորը իմն է։ Առայժմ արձանագրված չի, որ իմն է, բայց սա իմ հայրենիքի մի մասն է։ Դուք էլ այս տարածքում ապրողներ կլինեք իմ հայրենիքի կամ ապագա իմ պետության քաղաքացիներ, եթե ուզում եք ապրեք։ Բայց ձեր նկատմամբ մի մաս նկատմամբ քրեական հետապնդում, որտեվ նույն Ալիևը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 80-րդ նստաշրջանում ասեց 4000 քաղաքացիական անձ սպանվել։ Արդարություն են վերականգնել, ովքեր են կազմակերպել, ովքեր են կրակել, ովքեր են հրամանը տվել։ Այսի հիշենք մենք։ Այստեղ պահիտակ հիշեցի, որտեղ օրերս այսպես թերթում էի տեսա Ազատ Արշակյանը նույն այլախո հարցազրույցներ է տալիս եւ արդարացնում է, որ շատ ճիշտ են վարվում, որ գնում են եկեղեցու դեմ։ Կմեկնաբանեք սա։ Ոչ։ Ինչը մեկնաբան է, ինչը մեկնաբան է։ Դե ուղղակի մարդը ինքնին պիղծ է եւ պղծությունը ողջունում է, որ հայ առաքելական, հա։ Օրինակ իրան իրավունք վերապահում է, որ ինքը գնահատական տա, ամեն գնահատական տալը չի նշանակում դու դրա իրավասություն ունես։ Ասենք ինքը ասում է ճիշտ է եկեղեցու դեմ գնալ, այդպես ասել։ Դե ասում է վեհապարի դեմ, այո, ճիշտ է, պետք է հեռացնեն, սա է, այո։ Դե հիմա։ Այսպեսի բան է։ Եվ նաև որ խոսեցինք ԿԳԲ-ի մասին, շքանշան երբ որ տվեց հայ առաքելական Ռուսաստանի եւ նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրասին, տեսակ ինչ վայնասում բարձրացրեցին ԿԳԲ, բան այսպեսի բաներ։ Դե եմ ասում, թող ԿԳԲ տեղը ասի ՖՍԲ, ՖՍԲ-ից պատասխանը կգա։ Գործող կառույց է, չէ՞, ՖՍԲ։ Հատուկ չի ասում, վախենում է, կարծում եք։ Ոնց, եթե ՖՍԲ-ի մասին ինչ որ բան ասեց, Նիկոլը։ Իհարկե, այդ կառույցից պաշտոնական ինչ որ գրություն կգա, պահանջելով իր ասացին աչոտ տալ։ Իհարկե։ Շատ լավ, մենք խոսեցինք, բայց այս թեմայի մասին իհարկե ուզում եի մի փոքր ավելի ընդարձակել, բայց ժամանակ չունենք։ Իդեպ Եզրասերբազյանը ես օգտվելով արդից ասեմ, այդ պարգևը ավելի շուտ է ինքը հրամանով ստացել։ Այդ օրը հանձնվել է։ Եվ Ռուսաստանի Դաշնությունում, որը բազմազգ պետություն է, բազմակրոն պետություն է, եւ հոգեվորականներ տարբեր եկեղեցիների առաջնորդներ ստացել են, Ալեքսանդր Նևսկի շքանշանը ստացել է 2 անձ։ Ռուսաստանի Դաշնությունում ռուս ուղղափառ եկեղեցու հոգեվոր առաջնորդ Կիրիլը եւ Նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսյանը, սա ընդունենք իգիտություն։ Ալիևը հայտարարեց, որ իրենց բանակը պիտի այլևս ՆԱՏՕ-ի Սանու ավարտենք, սա ավարտենք թուրքական, սա ինչ մարտահրավեր է, ինչ է եւ ինչ զարգացումների Սա ձեռնոց է ուղղակիորեն նետված Ռուսաստանի Դաշնության նախագահին առաջնորդին, որովհետեւ ՆԱՏՕ-ի ստանդարտներն նշանակում է այդ բանակը դառնում է ՆԱՏՕ-ի մի ստորաբաժանում, ադրբեջանական բանակը, իսկ դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի բանակը արդեն Ռուսաստանի հյուսային Կովկասի եւ Կասպից ծովի մեջ է։ Կասպից ծով ՆԱՏՕ-ն միշտ փորձել է դուրս գալ, Ադրբեջանը այլևս թույլ է տալու, որտեղ նավատորմեն հետո բերելու, իդեպ ասեմ։ Եվ երկրորդ հյուսային Կովկասի ամբողջ շրջանում, Ադրբեջանի Ռուսաստանի սահմանում ՆԱՏՕ-ի զորք ալնելու։
Սա ամենամեծ եւ ամենալուրջ մարտահրավերն է, որը Ռուսաստանին նետվում է, որովհետեւ եթե Ռուսաստանի համար տնտեսական զարգացման հիմնական ստրատեգիական միջանցքը հյուսիս-հարավն է, այդ միջանցքի երկու ճանապարհ անցնում Ադրբեջանով, որտեղ արդեն ՆԱՏՕ-ի զորքա լինելու մի ճանապարհ Կասպից ծովով, մյուսը Հայաստանով։ Մեկը շատ ավելի փոքր Միջինասիական Հանրապետությունը, նա այտենց էական դերակատարություն չունենալու դեպի Իրան դուրս գալու, հա։ Եվ այսպես արձանագրում ենք, որ այս հայտարարությունով Արևմուտքը կամ ավելի շուտ Միացյալ Նահանգները Ռուսաստանն ասում են, որ ես փակում եմ քո հյուսիս-հարավ ճանապարհը ու վերջ։ Եվ կարծում եմ, որ սրանից հետո Ռուսաստանի Դաշնությունը ըստ իս անելու է քայլեր, որտեղ հետապնդելու է իր ազգային պետական բարձրագույն շահերը, որը այս պահին արդեն իսկ հակոտնյա է Ադրբեջանի շահերի հետ։ Սրանից բխող բոլոր ծանր հետևանքներով Ադրբեջանի համար։ Ի վերջո այս պատերազմը ռուս-ուկրաինական ինչով էր։ Ինչն էր հիմքը։ Առաջինը, որ ՆԱՏՕ-ն մոտեցել է Ռուսաստանի սահմանին, որտեղ 97 թվականին ՆԱՏՕ-Ռուսաստան պայմանագրով ՆԱՏՕ-ն արևելյան Եվրոպայի երկրներ պիտի չմտներ։ Եկավ հասավ Ռուսաստանի փեշերին Ուկրաինայով։ Հիմա Ադրբեջանով է գալիս։ Ես կարծում եմ, որ սրանից հետո ամենածանր հետևությունները Ադրբեջանի եւ տարածաշրջանը արդեն ոչ թե բանը ասենք շիկացած, այլ երրացող կացա է դառնալու։ Չէ, դու գլխավոր պահանջը շարունակում է մնալ, ինչի՞ չի գնում խաղաղության, որովհետեւ ասում է նախ իմ ճանաչած այդ տարածքները պիտի անցնեն մեզ եւ երկրորդ պիտի ՆԱՏՕ-ն չմտնի այդտեղ։ Այդ հարցը շարունակում է մնալ։ Տեսեք, Հայաստանի Վարդան Ղուկասյանի մասին եմ ուզում խոսել։ Հայաստանի իրավապահ համակարգի աշխատանքը երկրի ներքին գործն է, բայց ինչու ԵՄ-ի մասին այդպես չեն խոսում։ Հայտարարել է Մարիա Զախարովան, խոսելով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին, ում մեղադրում են Ռուսաստանի հետ միութենական պետության օգտին արտահայտություններ անելու մեջ։ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը միաժամանակ կարծում է, որ անհնար է զարմանք չարտահայտել այն կապակցությամբ, որ Ռուսաստանի հետ համագործակցության առավելությունների մասին դատողություններում ինչ որ մեկը կարող է ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր։ Ես ընդհանրապես լրացնեմ հետևյալ փաստը։ Վերպետական կառույցին անդամակցելու ժամանակ ցանկացած պետություն իր ինքնիշխանությունից որոշակի կորուստ է ունենում, բայց երբ որ դու քվեարկության ժամանակ վերպետական կառույցում ունենում ես մեկ ձայն իրավունք, ինչպես նաև վետո իրավունք, այդ մեկ ձայնը 100% է կոչվում։ Մեկ ձայնը 100%։ Հիմա նայենք, եթե Հայաստանը Եվրամիության անդամակցի, գիտեք քանի տոկոս է, ոնց է որոշվում։ Հայաստանին տալիս են քո բնակչության թվաքանակը Եվրամիության անդամ երկրների բնակչության թվաքանակի քանի տոկոսն է կազմում։ 500 միլիոն է Եվրամիության անդամ երկրները։ Մենք 2.5 միլիոն։ Պարզեք քանի, որ այսինքն դուրս է գալիս անգամ 1%, ոչ թե 100%, անգամ դու 1% իրավունք չունես։ Հետևաբար Եվրամիությունը ինչ որոշում է, Հայաստանը պարտավոր է կատարել։ Այս է իրական ինքնիշխանության կորուստը։ Հայաստանը այսօր ՀԱՏԿ-ի անդամ է, Եվրազեսի անդամ է, մեկ ձայնի իրավունք ունի, այդ մեկ ձայնը 100% է։ Եվրամիության անդամակցեցին, մեծ հաշվով ձայնի իրավունք չունես։ Այս է իրական։ Կարելի է կարծել այնտեղ նստած սպասում են, որ պիտի հա, դա էական չի։ Շատ լավ։ Եվ վերջին բանը ուղղակի այսպես մեկնաբանում Դավիթ Համբարձումյանը Մասիսի նախին քաղաքապետը, որտեղ բանը հրաժարական տվեց, շարունակվում է կալանավորացնել։ Ես միայն մեկ բան ունեմ ասելու, բացի այն, որ այս անց կոնկրետ ինչ ասել է, դեմոկրատիա, ընտրություններ, դրած այսպես ոտքերն են մաքրում Նիկոլ այդ ամեն ինչի վրա, լավ կլինի, որ այդ կեղտոտ շորերը հետո տանի բանանի շփորտի այս Հայաստանում գտնվող Եվրոմիության Միացյալ Նահանգների դեսպանների դեմքին, որտեվ այդ բանով են, չէ, շորով են մեր աչքերը փակում, չէ, դրանով են հիմնականում էս կերակրել, որ դեմոկրատիա, խոսքի ազատություն, ընտրություններ, մենք տեսանք, թե ինչ վայրի քաղաքականություն է բանեցնում Նիկոլը այս առումով։ Ես ուղղակի երկու բան եմ ուզում ասել, քանի որ ես էլ նաև այդտեղից եմ ուղիղ կապ ունեմ, հա, Մասիս քաղաքի հետ, ասեմ, որ շատ ընդունված մարդ է այս անձը եւ միայն մի բան եմ ուզում
առանձնացնել եւ էլի գալիս ենք նրան, որ երևի իսկապես Նիկոլի մեջ մաղձ է այնքան շատ է, ոնց որ երկրորդ նախագահներ նկատե չարություն այնքան շատ է, դե մարդկա մարդուց տեսնում եք մարդուց երջանկություն է հորդում, մարդուց ներդաշնակություն է հորդում, խաղաղություն, սեր, այս մարդուց չարություն, նենգություն, ասես ինչ որ բանը թույն է թափվում այս մարդուց, հատկապես բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր սեր են վայելում, հարգանք, ճանապարհ են անցել, ինքը դրանց բոլորին ատում է։ Ուրեմն, երբ որ Արցախահայությունը դուրս էր գալիս, այդպես դատարկում էր Արցախը Նիկոլի եւ Ալիևի ձեռքով, գիտեք, որ մեծ մասը Արցախահայության, Նարա դու էլ կհաստատես, որ իրենք ասում են, որ մենք ուզում ենք գնալ Մասիս քաղաք, գիտեք, չէ՞, ինչու, որովհետեւ արդեն տարածվել էր Արցախահայության մեջ, որ կա այնտեղ մի քաղաքապետ, մի մարդ, որ այսպես նվիրյալ է առավոտին գիշեր, ինչ հնարավոր է անում է արցախցիների եւ արցախահայության համար։ Ուրեմն ամբողջ քաղաքում այսպես հերթերը, մեքենաների շարքը, չգիտեմ, ուր էր հասնում, ասում էին, չէ, մենք ուրիշ տեղ չեն գնալու, որովհետեւ այս քաղաքապետը ամեն ինչ անում է եւ այդպես էլ եղել է։ Ուրեմն այնտեղ կան հին շենքեր, այնպիսի հնարավորություններն եւ այնպիսի հարգանք է վայելում այս մարդը, Դավիթը, որ ես Եվրոպայում հաճախ եմ լինում, ուրեմն մարդիկ, պարոն Ապետյան, խնդրում եմ ուշադրություն, վստահելով իրեն, անձամբ իրեն են փոխանցել այդ գումարը, այդ օգնությունը, այդ աջակցությունը, չգիտեմ, մեկը կահույք է ուղարկել, մեկը գումար է ուղարկել, մեկը հաց է ուղարկել, ինչ որ ուղարկել են, վստահ են եղել, որ այդ գումարը, այդ ամեն ինչը չի փոշիանա, որ ճիշտ կհասնի տեղ Արցախահայությանը, հիմա էլ ինչ որ բաներ են ուղարկում, ով ինչ կարողանում է, որ այդ հին փլուզված, չգիտեմ ինչ շենքեր կա, վերանորոգում է, վերակառուցում է, տալիս է Արցախահայությանը, այսինքն մարդը, որ պոտենցիալ գործ անող մարդուն, գործ անող քաղաքապետին էս մարդը հատկապես Արցախահայության համար եւ նաեւ իր քաղաքի բնակիչների Մասիսի ժողովրդի համար այսպես գործ անող մարդուն տանում է, սա է, Նիկոլ, այն որ դու խոսում ես իբր ճանապարհ ես անում, չնայած հենա բացահայտվել է վաղար շաբաթում, Մայր Հայաստանը գիտեք, չէ՞, ամեն օր այդ խայտարակությունները, այդ իր ասֆալտի, այդ որ խափում է այս ժողովրդին, որ դու ոչ մի ճանապարհ Լավ լսի Նիկոլ, ոչ մի ճանապարհ դու չես կառուցել, դու ասֆալտ չկես, դու ընդամենը ասֆալտ ես արել ու հիմնականում խալտուրա խուժան ասֆալտապատմամբ ես զբաղվել, որովհետև 1 տարի հետո որ գնում է այդ ամեն ինչը փլուզում է, դու քանդում ես ու գալիս ես այնտեղ նորից սկսում ես բան անել, փինաչիություն, տես մի հատ բառ կա էլի դրանով զբաղվել։ Ես ուզում եի հատուկ դրա մասին խոսել, երևի սա էլ կա էլի, որ ինչի՞ պիտի ես մարդուն սիրեն, ինչի՞ պիտի Վարդան Ղուկասյանին գյումրեցիները սիրեն, հարգեն, ինչի՞, ինչի՞ պիտի Դավիթին, օրինակ Մասիսի ժողովուրդը սիրի հարգի, ինչ պիտի անեմ, փակեմ այս մարդկանց։ Ճիշտ է, համակարծիք։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ, մենք այսօր ուղիղ եթերում ենք աշխատելու, քիչ հետո կլինի Նաիրա Զոհրաբյանը, այնուհետև Զարուհի Փոստանջյանը։